Բայց ոնց եմ մտնում։ Մենք արդեն հեսա պարոն Աղլեսյան, արդեն մենք եթերում ենք ենթադրում եմ։ Ամենևս։ Եվ այսպես, այո, արդեն մենք ուղիղ եթերում ենք պարոն Աղլեսյան։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր միացել են անպայման տարածեք, քանի որ այս տեսանյութը պաշտոնական բնույթ է կրում, այն կոչվում է Հայաստանի Հանրապետությունն դեմ քաղաքացի Նիկոլ Փաշինյանին, մենք այսօր այստեղ ներկայացնելու ենք բոլոր մեղադրանքները, օրենքով հիմնավորված այն հանցագործությունները, որոնք Հայաստանի Հանրապետությունը որպես մեղադրական ներկայացնել է Փաշինյան Նիկոլին։ Ես Վարդան Հակոբյանն եմ, Ես մասնագետ Արասուն գերագիր, Բաղդասարյանն եմ։ ինքնաճանաչում հաղորդման հիմնադիր եւ հեղինակ, եւ ես այդ հարցով դիմում եմ հիմա մեղադրանքները ներկայացնի Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի ներկայացուցիչ Արություն Բաղդասարյանին։ Քանի որ այս տեսանյութը թարգմանվելու է այլ լեզուներով նույնպես, ես խնդրում եմ անպայման տարածել, հաշվի առնելով, որ սա ապագա հայկական Նյուրնբերգի նյութերն են լինելու։ Գուցե դեռ կլինեն հոդվածներ, մեղադրականներ, որ կավելանան ընթացքում, մինչև հունիսի 7-ը 2026 թվականին։ Բայց կարծում եմ այս եղած հոդվածներն ու մեղադրանքներն էլ բավարար են Նիկոլ Փաշինյանին որպես ռազմական հանցագործ։ Լավ, ես առաջ չընկնեմ, թող փաստաբանն այս մասին արդեն խոսա։ Բարև ձեզ, պարոն Բաղդասարյան, մենք ուղիղ եթերում ենք։ Բարև ձեզ, Ես պարոն Հակոբյան, բարև ձեզ։ շնորհակալություն, որ դուք Բարև այստեղ Վարդան եք։ ջան, ողջույն բոլոր մեր ակնդիրներին եւ ունկնդիրներին։ Ես Եվ ասեմ, որ մի քիչ դժվար թե այդ բոլոր հանցակազմերը մենք կարողանանք ներկայացնել, որովհետեւ ըստ էության նախ ժամանակը չի եկի եւ երկրորդն էլ որոշակի բաներ կան, որ պարզապես այդ ամբողջի վերաբերյալ այսօրվա դրությամբ բոլորի վերաբերյալ կարծիք հայտնելը ժամանակի, չգիտեմ, բավականին լուրջ ժամանակապետ դրա համար։ Այնպես որ մենք խոսենք ընդամենը մի քանի, այսպես մի տասնյակի շուրջ, որը որ շատ ավելի շատ է, քան թե այդ մի տասնյակը։ լավ, ես ինչքանով հասկացա, մեղադրականներն ավելի շատ են, քան մենք կարող ենք ներկայացնել, մենք խոսենք հիմնականների մասին, դա եք ուզում ասել։ Մոտավորապես այդպես, որովհետև հակառակ դեպքում համարյա անվերջանալի է։ Եղավ, շնորհակալություն, դե սկսենք հիմնականներից։ Ինչու՞ է մեղադրում Հայաստանի Հանրապետությունը Փաշինյան Նիկոլին։ Խնդրեմ։ Դե երևի թե սկսենք հենց ամենաշատ մեր ժողովրդին հետաքրքրող այս հանգամանքի վերաբերյալ պետական դավաճանության, որովհետև մասնավորապես վերջերս այսօրվա դրությամբ ես ուզում եմ հասկանալ, ես ուզում եմ էջերը գցել, ձեր մոտ երևում է թե չէ, որպեսզի առարկայական խոսենք։ Խնդրեմ, Ես դուք կիսվեք ձեր էկրանը։ ես էկրանով կարողանամ հասկանալ, ես ինչպես եմ այդ բանը անում, որովհետև ուզում եմ էջը միանգամից ցույց տալ։ Չի երևում իմ մոտից էջը։ Դեռ չի երևում, դուք պետք է կիսեք այդ էջը։ Ես պետք է կիսեմ էկրանը։ Լավ, հեսա ընթացքում խոսենք եւ ես փորձեմ նաեւ այդ ամբողջը ամբողջացնել։ Հիմա ուզում եմ խոսել պետական դավաճանության մասին։ Ես ձեզ ուղարկեցի, երևի թե սա պետք է կարողանաք ինձ թույլ տալ, որ ես ներկայացնեմ։ Okay, ես իմ նայեմ։ Այո, թույլատրեցի, խնդրեմ ցուցադրեք։ Ուրեմն ինչ եմ ուզում ցուցադրել, ցուցադրում եմ Հայաստան Հանրապետության քրեական օրենսգրքի 418 հոդվածը, որտեղ պետական դավաճանությունը համարում թշնամության կողմն անցնելը լրտեսություն օտարերկրապետությանը կամ կազմակերպությանը կամ ներկայացին գաղտնիք պարունակող տեղեկություններ հայտնելը եւ այլն։ Տեսեք, հենց այսօր Անդրանիկ Թևանյանին ներկայացրել է նման հանցակազմով մեղադրանք։ Ըստ էության պետք է կարողանանք հասկանալ, թե ինչ է նշանակում պետական դավաճանությունը։ Նախ ամենակարևոր հանգամանքը պետական դավաճանության իշխանության կողմից թշնամու կողմն անցնելն է, որը իրականացվում է պետական մակարդակով։ Ինչ է նշանակում թշնամու կողմն անցնելը։ Թշնամու կողմն անցնելը դա նշանակում է թշնամու հռետորաբանությունը օգտագործելը, թշնամու ասածներն անելը եւ թշնամու պատվերները կատարելը։ Սա կոչվում է թշնամու կողմն անցնելը։ Այսինքն,
Երբ Հայաստանի կառավարությունն ու թշնամական պետության կառավարությունները սինխրոն կերպով իրականացնում են նույն գործողությունը, ասում են նույն խոսքերը կամ մոտավորապես նույն խոսքերը եւ անում են նույն գործերը։ Երբ Բաքվից հայտարարությունը գալիս է, 2 օր հետո Հայաստանի կառավարության կողմից հնչում է նմանատիպ հայտարարություններ։ Երկրորդ խնդիրը այն է, որ Հայաստանի կառավարությունը որոշակի առումով կատարում կամ գուցե ամբողջականը կատարում է, մի քիչ դժվար ասել, գաղտնիք պարունակող տեղեկությունները հանձնում թշնամուն, եթե հիշում եք, դա վերաբերում է մասնավորապես ականապատված տարածքների վերաբերյալ թշնամուն քարտեզները տրամադրել։ Թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալը։ Տեսեք, մի շատ հետաքրքիր բան ասեմ, որ ձեր կողմից հաճախակի քննարկվում, բայց ցավոք սրտի քաղաքական մեկնաբանության մեջ քիչ է օգտագործում։ Տեսեք, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ադրբեջանի վարագույցների քննարկումներից մի քանի ժամ առաջ ՀՀ իշխանության ներկայացուցիչի կողմից հայտարարություն է տարածվում, որը հետագայում անմիջապես օգտագործվում է Ջերմուն Բայրամովի կողմից։ Տեսեք, այսինքն ինչ է նշանակում։ Իրականացումը հայտարարություն է տարածում, թե Արցախի բնակչության նկատմամբ որևէ սպառնալիք չկա, Ադրբեջանը վերցնում օգտագործում է եւ հետո դա օգտագործվում է ի վնաս Հայաստանի Հանրապետության։ Սա, այսպես ասած, այն հիմնական այսպես իրավունքի տեսանկյունից այն դրույթներն են, որոնք դրված են քրեական օրենսգրքի 418 հոդվածի մեջ։ Ինչ է իրենից ներկայացնում պետական դավաճանությունը։ Այն է, որ Հայաստանի պետությունը կամ Հայաստանի պետական իշխանության լիազորված անձիկ չեն իրականացնում այն գործողությունները, որ կարող է լինել ի նպաստ Հայաստանի Հանրապետության։ Մասնավորապես Արցախի հանձնումը, Արցախի բնակչության նկատմամբ ոչ բարենպաստ գործողությունների կատարումը եւ բուն Արցախի հանձնումը։ Սա այսպես կոչված պետական դավաճանության առաջին ատրիբուտն էր, որը հետագայում նաև տարածվեց որոշակի դրույթներով ջերմուկի նկատմամբ, շուրնուխի նկատմամբ, կիրանցի նկատմամբ եւ այլն։ Սա այսպես պետական դավաճանություն։ Հիմա լսում եմ ձեզ։ Ես ուզում եմ նախ իշխանալ դուք մի քիչ հուզված եք այս պահին, հերթով կգնանք ներկայացնելու, ինչ է նշանակում հօգուտ թշնամուն հայտարարություններ անել, գործողություններ անել, կոնկրետ երբ ինչ հայտարարություններ, ինչից հետո, որովհետև երբ որ մենք խոսում ենք այն հայտարարության մասին, որ արցախցիների ոչ բան չի սպառնում, եկեք նշենք, որ դա ասվեց ՄԱԿ-ի անվտանգության, ՄԱԿ-ի համաժողովի ժամանակ, երբ որ Հայաստանի ներկայացուցիչը պնդում էր, որ արցախցիների նկատմամբ հենց հիմա կա ֆիզիկական բնաջնջման վտանգ, եւ Փաշինյան Նիկոլը լինելով Հայաստանի Հանրապետության վարչապետ հայտարարեց, որ որ արցախցիները ոչինչ չի սպառնում ու դրանից այն ժամանակ, երբ որ արցախցիների վրա ուղղակի պատերազմ էր այդ ժամանակ ընթանում 7 միլիոնանոց Ադրբեջանը հարձակվել էր 100,000-անոց արցախցու վրա եւ դա օգտագործվեց ադրբեջանցու կողմից հերքելով Հայաստանի ներկայացուցիչներին եւ հնարավորություն ունենալով վերջնական նպատակին հասցնել էթնիկ զտման հանգամանքը։ Այս կարգի բանով, որտեղ մեզ թվում է մենք բոլորս գիտենք, բայց քանի որ մեր այս տեսանյութը պետք է թարգմանվի եւ պետք է ներկայացվի անպատասխան մարմիններ, խնդրում եմ ավելի բաց, ավելի մանրամասն, որ իրենք չընկնեն գուշակելու մեջ, թե ինչի մասին է խոսքը։ Ես արդեն ասացի, դուք էլ հստակեցրեցիք, այո, խոսքը վերաբերում է հենց անվտանգության խորհրդում Հայաստանի դիրքորոշմանը եւ Ադրբեջանի արտգործնախարարի կողմից այդ ամբողջի օգտագործելուն։ Այստեղ խնդիրը մի քիչ պետք է կարողանանք հասկանալ ինչ է նշանակում թշնամական գործունեություն իրականացնելու համար թշնամուն օգնություն ցույց տալ։ Այսինքն հնարավորություն է տալիս թշնամուն օգտվելու քո թերություններից կամ թուլություններից։ Այսինքն դու ասում ես մի բան, որը թշնամին անմիջապես կարողանում է ի վնաս քեզ օգտագործել, մասնավորապես ինչպես դուք ասացիք, այո, թե արցախցիների կամ արցախաբնակների նկատմամբ որևէ վտանգ չի սպառնում, մինչդեռ դրանից օր հետո ամբողջ Արցախը սկսեց դատարկվել։ Հիմա խնդիրը
այստեղ թշնամական մի հարց է այն չի, որ հենց այդ հայտարարության հիման վրա սկսեց դատարկվել Արցախ հարցը, այն է, որ դու նպաստեցիր այդ գործողությունները կատարելու։ Էնպես ինչպես որոշակի առումով միջազգային իրավական հանցագործություն է համարվում հենց այդ ագրեսիային նպաստելը, տեսեք, մեկից երբ որ միջազգային իրավունքում ներկայացվում է, որ ընդհանրապես պետք է բացառել պատերազմը կամ պատերազմի սպառնալիքը կամ հենց պատերազմները, ճիշտ հակառակը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև 2019 թվականին որոշակի գործողություն, այսպես ասած, պոլեմիկաներ էին ընթանում, որի արդյունքում Հայաստանի կառավարության ներկայացուցիչը հայտարարեց, թե Արցախը Հայաստան է եւ վերջ։ Հիմա տեսեք ինչ է ստացվում։ Ինչ օգտագործեց Ադրբեջանը այս Հայաստանը Արցախ Հայաստանը եւ վերջ։ Ադրբեջանին պետք էր առիթ եւ այդ առիթը, այսինքն միջազգային իրավական տերմինաբանությամբ կազուս բեյլի, եւ այդ կազուս բեյլին օգտագործվեց ի վնաս Հայաստանի։ Հիմա հարց ամբողջ խնդիրը ավելի ճիշտ ոչ թե հարց, ավելի շատ մեղադրանք։ Եթե Հայաստանի կառավարությունը գիտեր, կամ ինքը այդպես էր պատկերացնում, որ Արցախ Ադրբեջան է 19 թվականին, երբ որ 18 թվականից արդեն գիտեր, որ Արցախ Ադրբեջան է, 19 թվականին ինչու էր այդպիսի հայտարարություն անում, եւ երկրորդ, եթե այդ հայտարարությունը անում էր, որ Արցախը Հայաստան է, ապա ինչու որպես Հայաստանի ներկայացուցիչ այդ ամբողջը չվերցրեց իր պաշտպանության տակ եւ Արցախը թողեց անպաշտպան։ Միշտ քննարկման առարկա է, թե արդյոք Հայաստանի կառավարության ներկայացուցիչը կամ կառավարության գլուխը իրավունք ուներ այդ ձևի պայմանագիր ստորագրելու ու խոսքը կապիտուլյացիայի մասին է։ Իրավունք ուներ ստորագրելու, թե ոչ, իմ կարծիքով այո, իրավունք ուներ ստորագրելու, բայց նախ չպետք է ստորագրեր որպես կապիտուլյացիա եւ երկրորդ այդ ամբողջի ստորագրությունը պետք է ներկայացներ Հայաստանի սահմանադրական դատարան, Հայաստանի նախագահին եւ Հայաստանի ազգային ժողով, ինքը ինչը չի արվել։ Այս առումով մենք գալու ենք արդեն հաջորդ հանցակազմին, սա կոչվում է արդեն իշխանության յուրացում կամ ինչպես սիրում ենք ասել, ուզուրպացիա։ Ասեք։ Ես ուզում եմ հիշեցնեմ մեզ դիտողներին, որ հիմա պարոն Բաղդասարյանը որպես փաստաբան ներկայացնում է այն փաստերը, որոնք ուղիղ մեղադրանք են Փաշինյան Նիկոլին ապագա հայկական Նյուրնբերգի համար։ Այն հանգամանքը, որ հիմա իշխանությունը զավթած եւ պահող Նիկոլ Փաշինյանի դատարանները չեն ընդունել այս դիմումները հանցագործության վերաբերյալ եւ համապատասխան որոշումներ չկա, որը մենք դիմել ենք դեռ 3 թե 4 տարի առաջ արդեն, դա դեռ չի նշանակում, որ ինքը հանցագործ չի եւ այս նշած փաստերը հանցագործություն չեն։ Մենք այս ամեն ինչին տեր ենք կանգնելու, սա քաղաքական ճաշակի ոլորտից դուրս է, սա հանցագործություն են Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ օրենքների նկատմամբ։ Սրանք կներկայացվեն հայկական Նյուրնբերգում։ Ինչու ենք մենք հիմա սա անում։ Իգիտություն բոլոր այն քաղաքական կենտրոններին, ուժային կենտրոններին, որոնք մտածում են, որ Փաշինյան Նիկոլը լեգիտիմ ղեկավար է եւ նրա հետ կարելի է ձեռք սեղմել եւ նրան կարելի է աջակցել, դա լինի Հայաստանում թե դրսում, ի նկատի պետք է ունենան, որ Հայաստանի Հանրապետության այսօրվա վարչապետը արդեն մեղադրվում է այն հանցագործությունների մեջ, ինչը որ հիմա ներկայացնում է պարոն Բաղդասարյանը։ Հետևաբար ցանկացած ուժային կենտրոն քաղաքական մարմին, որը աջակցություն է հայտնում Փաշինյան Նիկոլին դրսից թե ներսից, նա հանդիսանում է ներկայացված մեղադրանքներին հանցակից։ Անկախ նրանից ինքը դրա մասին գիտի թե չգիտի, անկախ դրա մասին թե Հայաստանի Հանրապետության դատարանը սա որպես իգիտություն ընդունել է եւ որոշում կայացրել է թե չէ։ Սրանք կներկայացվեն անկախ դատարանում եւ որոշումներ կլինի անկախ դատարանի կողմից։ Իսկ քանի որ Հայաստանում չկա անկախ դատարան, ինչպես Նիկոլ Փաշինյանն է հայտարարել բազմիցս դրա մասին, որ չկա Հայաստանում դատավոր, որը չի կատարի իր հրամանները, ինքն ապացուցել է, որ դատարան չկա, հետևաբար այս որոշումները պարտադիր չէր, որ լիներ կայացված դատարանի կողմից, որ դուք ասեք, լավ, դատարանը որոշել է եւ Փաշինյան Նիկոլը արդեն հանցագործ է։ Ոչ, Հայաստանում չկա դատարան, բոլորը, ինչպես ասում է Փաշինյան Նիկոլը, կատարում են
բացառապես իր հրամանները։ Խնդրեմ պարոն Բաղդասարյան, հաջորդ Իհարկե հանցագործությունը միայն դատարանը չի, նաև դատախազությունն է, ես որովհետև ասում դատարան ես օրենքի Ես նկատմամբ։ ես հասկանում եմ ձեր ասածները, հարցը պետք է կարողանանք հասկանալ։ Մենք ուզում եմ, որ մեր ունկնդիրները հստակ պատկերացնեն։ Մենք երբ որ դիմում ենք դատախազություն, դատարաններ, մենք այդ ամբողջը ամբողջացնում ենք, որպեսզի վաղը մյուս օր հնարավորություն տանք նաև հասարակությանը տեղյակ լինելու, թե որ դատախազը, որ դատավորը Այո, ինչ ինչ ճանապարհով են այդ գործողությունները կատարել։ Ես հիմիկ բանից եմ ասում, որ վաղամիսօր ցանկացած դեպքում այդ խտրականություն կիրառելը կամ իր պարտականությունները չկատարելը, մեկը 203 հոդվածն է խտրականությունը քրեական օրենսգրքի, իսկ պարտականությունները չկատարելը 441 հոդվածն է, ուզում ասեմ, որ այդ նույն դատավոր դատախազները, քննիչները նույնպես այդ պատասխանատվությունը կրելու են իրենց իսկ պարտականությունները չկատարելու համար, առավել ևս կոնկրետ եթե իրենք կհիմնավորեն, որ այդ առումով իրենք որպես հանձնարարություն են կատարել կառավարության կողմից, այսինքն այս առումով ավելի է հստակեցվում, որ իրականում իրանք այսօրվա դրությամբ այդ իրենց պարտականությունները չեն կատարել։ Հիմա մենք այս պահի դրությամբ մենք խոսում ենք այն մասին, որ ինչու է Հայաստանի կառավարությունը վստահաբար, այսպես օրենքները խախտելով գնում, Հայաստանի կառավարությունը իրականացրել է գործողություններ տարիներ շարունակ եւ հիմա այս ընտրարշավի ճանապարհին շարունակում է այդ գործողությունները։ Ես թողնեմ մի երկու հարց այդ նախկինում կատարած հանցագործությունների մասին, հիմա մի երկու նախադասություն, մի երկու կոնկրետ արարքներ գնահատենք այսօրվա Հայաստանի կառավարության կողմից իրականացված գործողությունների վերաբերյալ։ Տեսեք ինչ է ասում, մասնավորապես մեր հայրենակիցներին ներկայացնելով, որ թե դուք ինչի չեք զոհվել, ինչի եք կենդանի մնացել եւ ինչու եք այդ գործողությունները այսօրվա դրությամբ, այսինքն ինչու եք մեզ հակառակվում այդ գործողությունները կատարելիս։ Հիմա փորձում եմ այդ ամբողջի հարցի պատասխանը տալ, դրա մեջ հանցակազմ կա թե չկա։ Ես գտնում եմ, որ դա հանցակազմ կա եւ որպեսզի կարողանամ հիմնավորել իմ ասածը, ուզում եմ մեր ակնդիրներին ու կնդիրներին հիշեցնել, որ Հայաստանում ես իմ գոլեգաներից մեկը Շուշանյան Մուշեղը դատապարտվեց Նիկոլ Փաշինյանի նկատմամբ որոշակի հայտարարություն անելու համար։ Եթե դժվար չէ, կարող եք դուք այդ ամբողջը նաև Google-ից կամ ընդհանրապես պատմություններից ներկայացնել, բայց հիմա ես ներկայացնեմ, եթե երևում է, պարոն Հակոբյան, այդ ինչ եմ ուզում ներկայացնել։ դեռ չի երևում, դուք չեք կիսել էկրանը, խնդրում եմ կիսեք ձեր էկրանը, որ մենք տեսնենք։ Ես ինչ եմ ուզում, տեսեք, Այո, սա Շուշանյանի հայտարարությունն է եղել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, սա վտանգավոր թշնամի է, թուրք է, սա վտանգավոր է Քանևերը, Թալյաթը եւ այլն։ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ այդ գործողությունները դատարանը որակեց որպես հանցագործություն 330 հոդվածով եւ հետագայում Շուշանյանը դատապարտվեց, ընդ որում տարուկես նստելուց հետո իրեն տուգանք նշանակեցին 220,000-ի չափով, սա չի էականը, էականն է, որ Փաշինյանի դեմ արված հայտարարությունը դատապարտել է։ Հիմա, երբ որ Փաշինյանը նույն ձևով հայտարարում է, թե դուք ինչի եք կենդանի կամ ես ձեզ կզսնելու եմ, ես ձեզ նստացնելու եմ, ես ձեզ սատկացնելու եմ, ապա այդ բռնությունները, այդ բռնության գործադրելու կոչերը ըստ էության չի։ Ես ինչու եմ ասում բռնություն, որովհետև Արթուր Հովսեփյանի նկատմամբ իրականացվեց նաև բռնություն, նրա նկատմամբ արդեն քրեական հետապնդում է այսօր իրականացվում, իսկ ընդհանրապես իր հայտարարությունները դա հրապարակային կոչերը նույնպես հանցագործություն են, մոտավորապես ասում եմ այնպես, ինչպես Շուշանյանի գործով։ Շուշանյանը դատապարտվեց, իսկ այսօր այդ հայտարարություն անողները հակառակը շարունակում են նախընտրական իրենց քարոզչությունը։
Ուզում եմ սրանով նաև ասել, որ այն դատավորները, դատախազները, ովքեր լսում են այս ամենի մասին եւ գիտեն, ուզում եմ հիշեցնել, որ այստեղ գոյություն ունի խտրականություն, որը նախատեսված է քրեական օրենսգրքի 203 հոդվածով, եթե դուք կարողանում եք ինչ որ մի ձևով, ինչ որ մի տեղից, ինչ որ մեկի հայտարարության հիման վրա Շուշանյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնել եւ հետագայում գործուղարկել դատարան, ապա խնդրեմ այդ նույնը կարող եք իրականացնել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Իդեպ, չմոռանամ ասել, որպեսզի մեր ժողովուրդն էլ իմանա, կառավարության անդամները չունեն մանդատի իմպերատիվ մանդատի հնարավորություն, այսինքն իրենք ազատված չեն քրեական պատասխանատվությունից եւ որևէ մեկի համաձայնությունը պետք չի կառավարության անդամին պատասխանատվության կանչելու համար, այս առումով ցանկացած դատախազ կարող է քրեական վարույթ հանձնարարել քննիչին քրեական վարույթ նախաձեռնել եւ այդ քրեական վարույթի շրջանակներում նաեւ ձերբակալել կամ կալանավորել այս կառավարության այս անդամներին։ Սա էլ ի գիտություն բոլոր նրանց, ովքեր որ մտածում են, որ Հայաստանում իրավական պետություն է կամ Հայաստանում, այսպես ասած, իրավունքը իր այսպես դիրքը տեղն ունի, չունի, Հայաստանում կա այն Ֆրանկոյի դիրքորոշումը հարազատների նկատմամբ արտոնություններ, իսկ թշնամիների նկատմամբ օրենք, այսինքն օրենքը կիրառվում է միայն ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ, այսօրվա գործողությունները մեզ փաստ։ Վարդան։ Լսում եմ, շնորհակալություն այս փաստաբանի դեպքը մեջ բերելու համար, որպես խտրականություն, էլ ինչու՞ է Փաշինյան Նիկոլը մեղադրվում։ Գնանք ըստ փաստերի եւ հոդվածների հղումներով։ Հիմա քանի որ ես արդեն փորձում եմ այս նաև տեխնիկական աշխատանքները ամբողջացնել, հիմա փորձեմ նաև այս էլ բան անել, որպեսի հաջորդ ես հույս ունեմ մեր հաջորդ հաղորդման ժամանակ ավելի պատրաստված կլինենք, բայց համենայն դեպս այսօր ես ուզում եմ խոսել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին, որոնց արդյունքում Հայաստանում, այսպես ասած, գծվեց Հայաստանի պետական սահմանը։ Նայեք, Հայաստանի պետական սահմանի, պետական սահմանի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով պետք է որ պետական սահմանի համար իրականացվի դելիմիտացիա եւ դեմարկացիա, բայց այդ ամբողջի համար պետք է կարողանան հաշվի առնել այն պայմանները, որոնք որ բնական պայմանները, որոնք որ գոյություն ունեն եւ հաշվի առնեն տվյալ դեպքում անպայման Հայաստանի Հանրապետության ելնեն Հայաստանի Հանրապետության շահերից։ Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության սահմանները գծվում են մինչև դելիմիտացիայի ու դեմարկացիայի մինչև գործողությունները հողերը տալիս են, որից հետո բերում են սահմանադրական դատարան ինչ որ մի բան համաձայնեցնելուն ու ձևական առումով համաձայնեցնելու համար։ Դիցուք օրինակ ես կարող եմ բերել Կիրանցի օրինակը, ապրիլ-մայիս ամիսներին, եթե հիշում եք, այդ թվում նաև սրբազան պայքարի ժամանակ ապրիլ-մայիս ամիսներին տարածքները տվեցին, իսկ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին բերեցին ազգային ժողով եւ բերեցին սահմանադրական դատարան եւ ներկայացրեցին ազգային ժողով։ Ուզում եմ ասացնել, որ Հայաստանում փոխանակ հակառակը լինի, այսինքն այդ ամբողջ գործողությունները արվեն, ստանան սահմանադրական դատարանի համաձայնությունը, որից հետո նոր սկսեն գործողությունները, ճիշտ հակառակը փաստի առաջ կանգնեցնում են սահմանադրական դատարանին, ինչպես նաև ազգային ժողովին եւ հետագայում համարում են, որ այդ տարածքները մերը չէին, թշնամուն էին, հանձնում են։ Ասեմ մի բան, ուրեմն թող բոլորն էլ լսեն, իմանան, Հայաստանում իշխանությունը հայկական դառնալուց հետո այդ ամբողջը բոլորը վերականգնվելու են մի պարզ պատճառով, որովհետև այն ամենը ինչ որ արված է, մենք ապացուցել ենք, որ դա արված է եղել շանտաժի, սպառնալիքի, վախի, գուցե նաև կաշառքի ազդեցության տակ։ Եվ Ադրբեջանը, եթե լսում է այդ ամենին, թող ականջին օղանի այն տարածքները, որ այսօրվա դրությամբ Նիկոլի միջոցով ինքը զավթել է, բոլորը դեռ մի բան էլ ավել ետա տալու, դա արդեն Հայաստանում վաղվա իշխանության պայմաններում։
Սա ես չեմ ասում, սա ասում է միջազգային իրավունքը եւ մենք հետամուտ ենք լինելու միջազգային տրիբունալներում մեր իրավունքները պաշտպանելու։ Իդեպ ասեմ, որպեսզի նաեւ իմանաք, մենք շուտով նաեւ Ժնևում այդ հարցն ենք բարձրացնելու Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերի վերաբերյալ, այնպես որ պատրաստվեք նաեւ դրան։ Ես որևէ բան, այսպես ասած, չեմ ասում իրավունքից դուրս։ Ես դեռ մի հատ ուզում եմ լրացում անեմ ձեր խոսքին, այն որ ասում եք միջազգային իրավունքին համաձայն Հայաստանի Հանրապետության իրավունքները պետք է պաշտպանվի, ընդ որում այս process-ը Փաշինյան, Նիկոլն ու Ալիևը միաձայն կոչում են որպես ռևանշիզմ։ Պաստորեն Հայաստանի Հանրապետության իրավունքների պաշտպանությունը այսօրվա իշխանությունն ու թշնամի ադրբեջանական պետության ղեկավարը միասին կոչում են ռևանշիզմ։ Սա պետք է հստակել բոլոր նրանց համար։ Այո, դուք հաստատում եք իմ ասածը, հենց թշնամու կողմնանցները կամ թշնամի օգտին գործողություն կատարել, հենց դա է։ Երբ որ երկուսը միասին կամ գուցե նաև երեքը միասին, գուցե 4-ը միասին, ընդհանրապես սինխրոն իրականացնում են այն գործողությունները, որը իրականացում է ի վնաս Հայաստանի Հանրապետության։ Հիմա ասենք դա Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումներ, որ Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ կոնկրետ որոշումները պետք է իրականացվեին, պետք է կայացվեին Հայաստանի ազգային ժողովի, պետք է հաստատվեր Հայաստանի ազգային ժողովի կողմից, բայց դրա հավանությունը պետք է ունենար սահմանադրական, այսինքն ազգային ժողովը պետք է ունենար սահմանադրական դատարանի համաձայնություն։ Հիմա ինչ վերաբերում է Հայաստանի 29,743,000 քառակուսի կիլոմետր տարածք ունենալը։ Սա համապատասխանում է արդյոք իրականությանը, թե չի համապատասխանում, որովհետև ես գտնում եմ, որ այս այն խոսույթը, որ Հայաստանում տարածված է, թե Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքը սա է, միջազգայինորեն Հայաստանի ճանաչվածը մենակ մեկ տարածք կա։ Դա Վիլսոնի իրավարար վճռի հիման վրա կազմված քարտեզն է, որի հիմքերը դրված է եղել դեռևս 1920 թվականի մայիսին, երբ որ Սուլթանի կառավարությանը ներկայացվեց ապագա Հայաստանի տարածքները եւ Սուլթանի կառավարությունը տվեց իր համաձայնությունը եւ հետագայում Սևրի պայմանագրով հստակեցվեց, որ Թուրքիայի պարտությունից հետո, այսինքն Թուրքիայի այս պայմանագիրը ստորագրելուց հետո Թուրքիան համաձայնում է այդ տարածքները, մասնավորապես Բիթլիսի, Վանի, Էրզրումի տարածքները վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը։ Ինչ եմ ուզում ասած լինել, այն ինչ որ նարատիվը կամ խոսույթը այսօր կա, թե Հայաստանը ընդամենը այդքան տարածք է, իհարկե չասեմ սուտ են ասում, միայն սուտ ասելը քիչ է, սա հանցագործության նման մի բան է, որտեղ սա վերաբերում է Հայաստանի ամբողջականությանը եւ Հայաստանի ինքնին այդ հայտարարությունը Հայաստանի դեմ գործողությունը։ Եթե դուք բաց եք թողեք, ես խնդրում եմ լրացեք նաև այն հանգամանքը, որ Փաշինյան Նիկոլը ի սկզբանե իր հանցագործությունները ապագա արտարացնելու համար օգտագործում էր էլի նույն նարատիվը թուրքական, որ Հայաստանի Հանրապետությունը ծննդյան վկայական չունի, կադաստրի վկայական չունի։ Մինչդեռ տարածաշրջանում Հայաստանը հենց այդ պետություններից է եզակի, որ ունի կադաստրի վկայական տրված միջազգային ազգերի կազմակերպության կողմից, որի հիմնադիրն էր Ազգերի լիգան, որը հաստատվել է Սևերի պայմանագրով եւ ամրագրվել է Վուդրովսկի իրավարարի վճռով։ Եվ Հայաստանի ղեկավարը ընդդում է, որ Հայաստանի, ասենք, հազարամյա պետություն ունեցող, պետականություն ունեցող, պատմություն ունեցող երկիրը չունի կադաստրի վկայական, ես չգիտեմ ինքին, երևի իր սեփական կադաստրը ի նկատի ունի։ Խնդրում եմ այդ հանցագործությունների վերբալ, թշնամու օգտին քարոզչության հանցագործությունների մեջ սա եւս ավելացնել։ Շնորհակալություն։ Որովհետև սա ինչու է հենց ինքը շատ վտանգավոր թշնամական նարատիվ, թշնամական խոսույթ մի պարզ պատճառով։ Սա բոլոր կողմերից հիմնավոր է դարձնում ցեղասպանության, ավելի ճիշտ օրինականացվում է ցեղասպանությունը։ Հայտնի է, որ Հայաստանի Հանրապետությունը ցեղասպանության արդյունքում մնացած տարածքի վրա ձևավորված պետություն է։
Եթե այսօրվա դրությամբ որևէ մեկ պետություն կհամաձայնություն կտա, որ իսկապես ցեղասպանության արդյունքում կարող է ձևավորվել պետություն կամ պետական կազմավորում, ուրեմն այդ նույն պետությունը ինքը խնդիր ունի հենց ցեղասպանության կոնվենցիայի հետ։ Ուրեմն սա պետք է գիտենա յուրաքանչյուր դիվանագետ, յուրաքանչյուր հայ քաղաքական գործիչ, ցավոք սրտի այսօր նախընտրական քարոզությունների ժամանակ ես չեմ լսում այդ ամենը, որ Հայաստանի պետությունը ձևավորվել է ոչ իրավական հարթության արդյունքում։ Հայաստանի պետությունը ձևավորվել է հայասպանված, ցեղասպանված հայ ժողովրդի մնացորդների հիման վրա եւ պատահական չէր, որ Քազիմ Կարաբեկիրը հայտարարում էր, թե հայ չի եղել այդտեղ, այսինքն այսօր կարծում հայեր չկան ու չեն էլ եղել։ Եվ դա այդ նարատիվը միշտ օգտագործում է թուրքերի կողմից, եթե այնտեղ հայեր չկան, ուրեմն եթե այսօր հայեր չեն ապրում, ուրեմն չեն էլ եղել։ Բոլորի պատասխանը տալիս են շատ սիրելի հրեաները, որովհետև 2000 տարի Հրեաստանում կամ Իսրայելի տարածքում հրեա չեր ապրում, բայց իրանք վերադարձան եւ ստեղծեցին պետություն։ Ուրեմն թող մոռանան բոլոր նրանք, ովքեր որ կընդունեն, թե Բիթլիսը կամ Վանը չի լինելու Հայաստան, կամ Կարսը չի լինելու Հայաստանի մայրաքաղաքը։ Այդ ամբողջը բոլորը գալու են։ Ինչու՞, որովհետև միջազգային իրավունքը հիմնվում է պատմական արդարության վրա։ Եթե դու քո պատմական արդարությունը չես պաշտպանում, դա չի նշանակում, որ միջազգային իրավունքում չեն գտնվելու սուբյեկտներ, որոնք կպաշտպանեն միջազգային իրավունքը։ Էնպես որ ցանկացած դեպքում այս դրույթները Հայաստանի Հանրապետության տարածքը շատ ավելի մեծալինելու, քան այսօր կա այդ 29, չգիտեմ ինչքան տարածք։ Մի նախադասություն խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության հռչակագրին, որտեղ այսպես ասած լղոզված ձևով նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը 18 թվականի հանրապետության գաղափարների եւ գործերի այսպես շարունակողն է, չի ասում իրավահաջորդն է, ի տարբերություն ենթադրենք Ադրբեջանի։ Բայց այստեղ շատ կարևոր հանգամանք կա, որ 1920 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետությունն ունեցել է 4 նահանգ՝ Կարսի նահանգ, Երևանի նահանգ, Շիրակի նահանգ եւ Սյունիքի նահանգ։ Սյունիքի նահանգը ուրեմն սկսում էր Գանձակի հարավային շրջաններից, ներառում էր ամբողջ Արցախը եւ Սյունիքը, Երևանի նահանգը ներառում էր Նախիջևանը, Ագուլիսը եւ Երևանը, Կարսի նահանգը Իգդիր, Արդահան տարածքներով եւ Շիրակի նահանգը նույն թվում եւ Շիրակի նահանգի մեջ մտնում էր նաեւ Լոռին եւ Ջավախքը։ Ուզում ասած լինել, եթե նույնիսկ Հայաստանի Հանրապետությունը այսպես չի ուզում ինքը այսպես ասոցացվի այդ ամենի հետ, պետք է կարողանա, որ հիմք ընդունի 1920 թվականի Հայաստանի Հանրապետության օրենքի հետ, որովհետև եթե նույնիսկ, ասենք, չի ուզում միջազգային պայմանագիր ընդունի, գոնե պետք է ընդունի իր իսկ պայմանագիրը։ Հիշեցնեմ, որ որևէ իրավական ակտով Հայաստանի Հանրապետությունը առ այսօր չի վերացված։ Հայաստանի Հանրապետությունը բռնությամբ բոլշևիկների ազդեցության տակ 1920 թվականի դեկտեմբեր 2-ին բոլշևիկացվել է, բայց Հայաստանի Հանրապետությունը որպես այդպեսին չի դադարել գոյություն ունենալուց, ձևական առումով ասեմ, որ մինչև 1933 թվականը Միացյալ Նահանգներում գործում էր Հայաստանի Հանրապետության դեսպանատունը։ Բայց ես մի բան ասեմ, օրինակ, ես տեսել եմ Բուլղարիայից Ռումինիա անցնող անձնագրի վրա 27 թվականի Հայաստանի Հանրապետության անձնագրի վրա 27 թվականի դրոշմակնիկ, այսինքն Ռումինիան ու Բուլղարիան 1927 թվականին դեռևս ճանաչել են Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության անձնագրով սահման են անցել։ Լավ, ես առաջարկում եմ անցնել հաջորդ մեր մեղադրանքին։ Ուրեմն խոսում ենք, երբ որ խոսում ենք այս ամենի մասին, բնականաբար պետք է կարողանանք հասկանալ, թե երբ որ խոսում ենք ցեղասպանության մասին, պետք է կարողանանք հասկանալ, թե արդյոք ցեղասպանության արդյունքում ձևավորված պետությունը կարող է դառնալ, մի խոսքով այսպես Հայաստանի Հանրապետությունը, որ ցեղասպանության արդյունքում է ձևավորվել, կարող է
այսօրվա դրությամբ չընդունի ցեղասպանությունը կամ մոռանա ցեղասպանությունը։ Հայաստանի քաղաքական իշխանությունը մշտապես այս վերջին մանավանդ վերջին տարիներին հաճախակի հանդես է գալի, թե հայոց ցեղասպանության փաստը մենք պետք է քննարկման առարկա դարձնենք եւ հասկանանք, թե ինչու է տեղի ունեցել հայոց ցեղասպանությունը եւ ինչու ենթադրենք 39 թվականին ցեղասպանության օրակարգ չի եղել եւ 50 թվականին բարձրացվել է, ու ենթադրում էր, որ դա այսպես ասած սովետական կամ Ռուսաստանի ազդեցության տակ ստեղծված հարաբերություններ են։ Ուզում եմ պատասխանել բոլորին։ Ցեղասպանությունը որևէ երկրի կամ որևէ պետության սեփական չի, ցեղասպանությունը համամարտկային է։ Ցեղասպանության հերքումը համամարտկային հանցագործություն է եւ եթե ով որ կասկածի տակ է դնում ցեղասպանությունը, որ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, ինքը նույնպես կատարում է հանցագործություն։ Այս առումով պետք է կարողանալ հասկանալ, եթե ինչ որ կերպ անկախ նրանից է ցեղասպանությունը մեր գլխին է կատարվել թե ոչ, միևնույն է ցեղասպանության ուրանալը ինքնին հանցագործությունն է։ Առավել եւս եթե ցեղասպանությունը կոնկրետ մեր մասին է խոսքը եւ մեր դեմ է արված։ Սա ամենակարևոր, ես գտնում եմ ամենակարևոր հարցն է մեր համար եւ ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ցեղասպանության վերաբերյալ այդքան չասեմ բացասական գուցե անմարդկային ոչ հայեցի մոտեցումը ինքնին վտանգավոր է նաև համաշխարհային առումով, որովհետև աշխարհի մի քանի տասնյակ երկրներ, 54 երկիր ճանաչել է հայոց ցեղասպանությունը։ Մենք այսօր հարվածի տակ ենք դնում նաև այդ երկրների, այդ պետությունների պետական մարմինների գործողությունները, որովհետև իրենք օրենքի ուժով կամ պետական իշխանության բարձրագույն մարմինների հայտարարությունների ուժով ճանաչել են հայոց ցեղասպանությունը եւ մենք կասկածի տակ ենք դնում հանուն Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների ինքնին վտանգում է նաև մեր հարաբերությունները, ասինքն օրինակ Ուրուգվայի կամ Միացյալ Նահանգների կամ չգիտեմ մյուս երկրների հետ։ Ուրուգվայի ինչի եմ ասում, որտեղ առաջին Ուրուգվային է ճանաչել։ Սա ես գտնում եմ, որ այս ամեն ինչ կարելի էր այս իշխանությանը ներել, բայց երբ նա սրբադասված, իդեպ չմոռանանք, որ 2015 թվականին ցեղասպանության զոհերը սրբադասվել են։ Սրբադասված զոհերին, 1,5 միլիոն զոհերի նկատմամբ ունենալ այդպիսի վերաբերմունք, սա ոչ միայն անթույլատրելի է, սա ինքնին ոչ միայն հանցագործություն է, սա անմարդկային գործողություն է եւ դրա մասին նույնիսկ բարձրաձայն խոսելը արդեն իսկ մեղք է, ել ես չեմ ասում, որ դա չընդունելը։ Ես կարող եմ մի հատ հարց տալ ձեզ, այնտեղ նախորդ էկրանի ժամանակ ներքևում մի քիչ ես նկատեցի Արադ Միրզոյանի խոսքը, որ այնտեղ արդեն մարդ չի ապրում, ում իրավունքները պաշտպանենք։ Դա Ուրեմն, հա, ես դա շատ կարևոր հանգամանք է, ես ինչու եի Ղարաբեգիրի խոսքը քիչ առաջ բերում, այո։ Սա սինխրոն այսպես ասած թուրքական նարատիվների տեղափոխումն է Հայաստանի իշխանական դաշտ, ասացի, որ այդպես օգտագործում են նրանք, օրինակ այդպես օգտագործել է Նարիմանովը Շուշվա մասին, եթե հիշում ենք 1920 թվականին Շուշվա ջարդերից հետո իրականում Արցախը դա էր ամբողջ խնդիրը, որ Ադրբեջանը իր մեջ ներառավ Շուշին եւ Նարիմանովը հայտարարում էր, թե Շուշիում էլ արդեն հայ չի ապրում, ինչի պետք է որ Շուշին լինի, այսպես ասած Ղարաբաղի մաս, այն էլ հայկական Ղարաբաղի մաս։ Այս նույն նախադասությունները արդեն 100 տարի է կրկնվում է եւ եթե նախկինում կրկնվել է ասվել է թուրքերի կողմից, հիմա ասվում է Հայաստանի պաշտոնյաների կողմից։ Սա ինքն է վտանգավոր, որովհետեւ միևնույն է, այս իշխանությունը վաղ այսօր գնալու է եւ Արարատ Միրզոյանը, եթե այսօր ընդամենը իշխանության կամ կառավարության մի մասնիկն է կազմում, վաղը դառնալու է ոչինչ է դեպքում արդեն պատասխանա տալու հենց այդ բառերի համար, որը հիմա ես ներկայացնում եմ, դա ինքն ասել, ես չեմ ասել։ Իսկ եթե գիտեք ինչ է նշանակում այս ամենը։
իրավագիտության մեջ կա այսպիսի հետաքրքիր բան, մարդը սպանում է իր ծնողներին, հետո էլ դատական process-ի ժամանակ ասում է դե նկատմամբ մեղ վարվեք, որովհետև ես որբ եմ։ Հիմա եթե ձեր գործողությունների արդյունքում Արցախը դատարկվել է, եթե Արցախում մարդ չի ապրում կամ թուրքաբաների կամ համատեղ գործողությունների արդյունքում Արևմտյան Հայաստանն է դատարկվել եւ այնտեղ հայ չի ապրում, ուրեմն դա նշանակում է, որ ընդ որում հարցը է, թե ինչու է դատարկվել։ Արցախը ով դատարկեց։ Ես կարող եմ մի հատ ուրիշ անալոգ բերել։ Իմ մոտ sense Ասա։ ավելի ասոցիացիան։ Մարդուն սպանել են, ասում են, դե հիմա մարդը չկա։ Ում իրավունքները պաշտպանենք։ Վտանգը ինչու՞մ է, որ կան որոշակի ես շփվում եմ մարդկանց հետ եւ ամբողջ խնդիրն այն է, որ նման նարատիվները, նման խոսույթները իսկապես պաշտպանողներ կան, սա է ցավալին, որովհետեւ կամ հոգեբանորեն չեն հասկանում իրականում թե ինչ են ասում, կամ էլ պարզապես ուզում են իշխանության համար այսպես լավամարդ երևալ։ Ոչ, քանիցս ոչ, որովհետև անկախ նրանից այնտեղ մարդ ապրում է թե չի ապրում, անկախ նրանից թե դուք ինչպիսի դիրքորոշում ունեք, Շուշին էլ է հայկական, Կարսն էլ է հայկական, Էրզրումն էլ, Կարինն էլ է հայկական եւ այդ ամենը պետք է այ ուրիշ բան։ Այդ դուք մտածեք, թե ինչպես ենք այդ ամենը վերականգնելու եւ ինչպես ենք միջազգային դատարաններում մեր հարցերը ներկայացնելու, թե չէ ցանկացած դեպքում, երբ որ դու մտածում եք, քանի որ այնտեղ մարդ չկա, այդ շահերը չենք պաշտպանելու, այդ դեպքում վաղ միսօր այնպես արեք, որ գոնե վաղ միսօր ինչ որ մեկն էլ ձեր շահերը պաշտպանի դատարաններում։ Դուք միանգամից այդպես բան եք անում։ Այստեղ Ինքները ձեզ կնենք հետաքրքիրն է, որ բանում Եվրոխորհրդում, եվրոպական տարբեր երկրների պարլամենտներում, նույն Շվեյցարիայի, նույն Ֆրանսիայի տարբեր երկրների պարլամենտներում խոսում են արցախցիների վերադարձի իրավունքի մասին եւ դա դիտարկում են որպես էթնիկ զտում։ Հայաստանի Հանրապետության կառավարության արտաքին գործերի նախարարը ասում է, այնտեղ մարդ չկա, ում իրավունքը պաշտպանենք։ Նույնիսկ թշնամին չէր կարող այսպես լեքսիկոնով դիմել հայությանը։ Իրենք են մասնակից, իրենք են թույլ տվել դա։ Եվրոպական երկրների խորհրդարաններում խոսում են էթնիկ զտումների մասին եւ նրանց իրավունքների վերականգնման մասին։ Զոհի տերը, զոհի ներկայացուցիչը ասում է դա ասնավեր, գնացել է, ինչ եղել է, մեկ էլ անելիք չունենք։ Դեռ Ինչու է այդպես, որովհետև ակնհայտ է, որ Հայաստանում հայկական կառավարություն չի եւ Հայաստանում կառավարության անդամները անպայման ներկայացում են այն դաշտում, որ հանկարծ Հայաստանի կամ հայ ժողովրդի կամ Հայաստանի պետության շահերից չխոսեն։ Մի հետաքրքիր բան ասեմ, վերջերս հանդիպեցի, որ մեր ազգագրագետներից մեկը խոսում էր հայոց պատմության եւ ընդհանրապես քննադատում էր Հայաստանի իշխանություններին, մինչդեռ նրա դուստրը եւ որդին Հայաստանի կառավարության հետ համահունչ են, հələ դուստրներ գնացել էր Բաքու։ Հիմա Հայաստանում այսպիսի երևի ընտանիքներում այսպես երկվություն կա։ Ես չգիտեմ որքանով է դա հիմնավոր կամ որքանով է ոչ հիմնավոր, բայց զարմանալի է, որ մի ընտանիքում իրար հետ շփվող, այսպես ասած, ազգագրագետի ընտանիքում, երբ որ մեկը խոսում է հայության շահերից, մյուսը գնում է Բաքու եւ հայության շահերը իջիկ է դարձնում Ադրբեջանի առաջ։ Ես ասեմ, մեր ընկերները երբ շատերը գիտեն, որ միշտ նման դեպքերի վերաբերյալ մենք հաղորդումներ ենք ներկայացնում դատախազություններ կամ դատարան, մի հարցի վերաբերյալ ասեմ, որ որպեսզի կարողանաք նաև պատկերացնել։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության տարածքով մուտք են գործել օտարերկրացիներ, մասնավորապես ադրբեջանցիներ, եւ հիմնականում, ինչպես մենք իմացանք, այդ տարածքը Կիրանցի տարածքով, այդ դարպասները, որ սարքել էին այդտեղ։ Ասեմ ձեզ, որտեղ դա մաքսային անցակետ չի, երևի նկարների մեջ տեսել եք, ընդհանրապես մեքենաների մեջ ինչ որ բաներ էր տեղադրված, բայց խնդիրը հետևյալն է, որ պետք է որ կառավարությունը հատուկ այդ անցակետեր սարքեր սահմանի վրա, որ այդ անցակետերը չի սարքել, բայց չսահմանված անցակետով Հայաստանի Հանրապետությունը ներթափանցել օտարերկրյա, գուցե նաև թշնամիներ։ Սա շատ կարևոր է, որ
վաղ մյուսօր նաև ազգային անվտանգության ծառայությանը ու մաքսային ծառայությանը այս հարցում կանչենք պատասխանատվության, թե ինչ ճանապարհով են թույլատրել այդ օտարերկրյա, տվյալ դեպքում ադրբեջանցիներին տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն։ Արդյոք ընդհանրապես կառավարության ինչ-որ մի հրահանգը բավարարել իրենց համար այդ սահմանը բացելուն։ Սա նույնպես խնդիր է, որ նույնպես քննարկման առարկա է դառնալու վաղվա պետության առջև։ Շատ լավ, մենք ուղղակի ստե հստակեցնենք, որ ինչ է նշանակում սահման բացել։ Եթե մարդը ներմուծում, Ներմուծում, այո։ ներմուծվում Հայաստան, գալիս Հայաստան, նա պետք է անցնի շատ հստակ կառավարության կողմից որոշումներով, հստակ անցակետին բնորոշ պրոցեդուրաներ։ Օրենքն ասում է, որ անպայման անցակետով։ Ընդ որում կառավարության կողմից հաստատված անցակետ։ Ես կառավարությանը գրել էի անցակետ ունեք, ինչ չեն պատասխանել, իսկ երբ որ արտաքին գործերի նախարարությանը հարցում եմ արել, թե ինչ վիզայով են եկել, դա նույնպես չեն պատասխանել։ Այսինքն պետք է որ կարողանան հասկանանք, թե այդ մարդիկ որպես ինչ են եկել Հայաստան, վիզա ինչ տեսակ, արդյոք այդ մաքսային մարմինները գիտեք ինչ հետաքրքիր պատասխան են տալի, ասում են դիմեք անվտանգության ծառայությանը, մենք չենք։ Իրենք են մաքսային հսկողություն իրականացնում, բայց հարցնում ես, ասում ես նարկոտիկ բերել են, թե չէ, ասում է դիմեք ազգային անվտանգության ծառայությանը։ Ազգային անվտանգության ծառայությունը սահմանն է պահում, բայց ոչ թե մաքսային հսկողություն է իրականացնում։ Ինչևէ, ուզում եմ ասացնել, սա նույնպես իրենց լիազորությունների շրջանակներից դուրս գալը, մասնավորապես ասում եմ 441 հոդված, եւ վաղ միսօր դրա վերաբերյալ նույնպես պետք է լինեն վարույթներ։ Ես ուզում եմ վերադառնալ Արարատ Միրզոյանին, ինքը մտնում է Նյուրնբերգի մեղադրյալների ցուցակում, որովհետև գալիս եմ ձեր ասացի վրա։ Ինքը պարտավոր էր հայության իրավունքների մասին բարձրացնել, որտեղ դա իր պաշտոնն է։ Ինքն ասում է ես չեմ բարձրացնում այնքանով, որքանով արդեն նա հայ չի ապրում։ Ինքը կարող է դիտարկվել որպես հանցագործ, հանցակից այս process-ին։ Արարատ Միրզոյանի դիրքորոշումը, Արարատ Միրզոյանի նկատմամբ տարբեր երկակի, ոչ թե երկակի, այլ երկու դիրքից պետք է պատասխան։ Արարատ Միրզոյանի պատասխանատվության են կանչելու երկու դիրքից։ Մեկը գործողություններ անելու, մյուսները գործողություններ չանելու համար։ Տվյալ դեպքում այդ հայտարարությունը գործողություն անելա, որովհետև ըստ էության ինքը իր պարտականությունները չկատարելու համար հայտարարում է, որ այո, այնտեղ այլ հայեր չեն ապրում, դրա համար անհրաժեշտություն չկա այդ շահերի պաշտպանություն իրականացնել։ Երկրորդ խնդիրը կամ ավելի ճիշտ առաջին խնդիրը, երբ նա ինքը ազգային ժողովի նախագահ էր, երբ կապիտուլյացիան ստորագրվեց նոյեմբերի 9-ին եւ ինքը չպահանջեց այդ կապիտուլյացիան բերել ազգային ժողով։ Արարատ Միրզոյանը պատասխանատվություն է կրելու հենց նրա համար, որ ինքը թույլ է տվել այդ նոյեմբերի 9-ի այսպես կոչված հայտարարությունը դարձնել այսպես կոչված միջազգային փաստաթուղթ եւ հետագայում այդ միջազգային փաստաթուղթը թմկահարելով որոշակի գործողություններ կատարել, մասնավորապես Լաչինը հանձնել, մասնավորապես տարածքները հանձնել եւ հիմա էլ 9-րդ կետի վրա Մեղրիի Միջանցքի մասին է քննարկում։ Իսկ որևէ կերպ այնտեղի գերիների վերադարձը կամ դիակների վերադարձի վերաբերյալ որևէ գործողություն չի պահանջել Արարատ Միրզոյան անելու, թե որպես ազգային ժողովի նախագահ եւ թե որպես արտաքին գործերի նախարար։ Էնպես որ Արարատ Միրզոյանը պատասխանատվություն ունի որպես ազգային ժողովի նախագահ անգործության համար եւ որպես արտաքին գործերի նախարար ոչ հայանպաստ գործողություններ կատարելու համար։ Սա էլ այսպես կառավարության անդամի տեսակետ, կառավարության անդամի պատասխանատվությունը։ Էլ ինչու՞ է մեղադրվում քաղաքացի։ Հիմա եկեք խոսենք սահմանադրական կարգը տապալելու մասին։ Ձեզ մոտ երևում է թե չէ 420 հոդվածն է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի։ Ինձ մոտ դեռ Արարատ Միրզոյանի նկարն է երևում։ Հիմա փորձեմ սա սահմանադրական կարգը տապալելը ինքը շատ հետաքրքիր է, որովհետև իրավաբանների մոտ բավականին քննարկումն կա, թե արդյոք Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալվել է թե ոչ, որովհետև
խնդիրը հետևյալն է, որ սահմանադրական կարգը տապալելու համար անհրաժեշտ է, որ սահմանադրության առաջի գլխի վերաբերող դրույթները խախտվի։ Սահմանադրության առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, 5, 6-րդ հոդվածները։ Ես Հիմա նայեք, ներողություն խնդրեմ, պարոն Բաղդասարյան, ես այո, ուղղակի այդտեղ հիշեցնում են ուղիղ եթերում։ Իմիջիալոց ուղիղ եթերում հարցերը գրեք, ինչ որ կա, մենք անպայման հաղորդման վերջում կանադառնանք ձեր հոդվող հարցերին։ Արադ Միրզոյանը ի վերջո այն մարդն է, որը փաստացի ապացուցված է եմիքներ խոստովանել է, որ ինքը համագործակցել է ԱԱՑ-ի հետ։ Մենք որ ասում ենք ԱԱՑ-ը դա ռուսական ԱԱՑ-ն է։ Հայաստանը երբեք չի ունեցել ԱԱՑ-ը։ Հայաստանի ԱԱՑ-ն եղել է Ռուսաստան ԱԱՑ-ի ֆիլիալը, որ այսօր էլ կա։ Սա որպես հանցագործություն անցակ։ կարելի է դիտարկել, որ իմանալով որ ինքը ով է եղել, ինքն էլ խոստովանել է դրա մասին, ինքը առ այսօր զբաղեցնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Ընդ որում, մի երկիր, որը բոլորի մեղադրում է Ռուսաստանին ծառայելու մեջ։ Ամբողջ խնդիրը հենց դա է, որ այսօր Թևանյան Անդրանիկին մեղադրում են Ռուսաստանի ինչ որ գործողություններ Ռուսաստանի օգտին կատարելու մասին, երբ որ բուն արտաքին գործերի նախարարը ինքը չի էլ հերքում, որ իր գործողությունները նպաստել են հօգուտ Ռուսաստանի գործողություններ կատարելու։ Հիմա խնդիրը հետևյալն է, մի քիչ առաջ որ ես ասացի, հարազատներիս համար արտոնություններ, իսկ ընդդիմադիրների համար օրենք։ Օրենքը գործում է մենակ ընդդիմադիրների համար։ Այս խտրականությունը, իդեպ ասեմ, ես այս մի 20-30 տարվա ընթացքում համենայն դեպս բոլոր ժամանակներում ես տեսել եմ կամ մասնակցել եմ այդ process-ներին, այդ թվում երբեմն դատարաններում այդ հարցը բարձրացնում էինք, որ դա խտրական մոտեցում է, օրինակ մարտի 1-ի հանցագործությունների ժամանակ մենք ասում էինք, որ ոստիկանների նկատմամբ որևէ քրեական վարույթ չի հարուցվում, մինչդեռ ցուցարարների նկատմամբ հարուցում է եւ այլ այդ խտրականություն այն ժամանակ էլ ենք այդ հարցը բայց համենայն դեպս այսօրվա այսպես հրապարակային բացարձակ խտրական մոտեցումը այն ժամանակ այդպեսին չէր գոնե ինչ որ մի ձևով փորձում էին ոստիկանների նկատմամբ բարույթներ հարուցել եւ ինչ որ ձևով մեր բերանը փակել դե գիտեք ինչ մենք չէ մեր համար ընդհանրապես էականն է նա որ երկիրը պետությունը կայանա որ հանկարծ այսպիսի բաներ չլինեն դրա համար մենք նաեւ ոստիկանների ենք դատում նու ձևական մի քանի ոստիկանի նաեւ պայմանական դատեցին հիմա նայեք այս պարագաներում այսօր խտրականությունը ակնհայտ է որ եթե ընդ որում ընտրարշավի ժամանակ տեսեք տարբեր քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներից կալանքի տակ կան, քրեական հետապնդման ենթարկվածներ կան, որոնք որ բնականաբար անհավասար պայմաններ ունեն իշխանության ներկայացուցիչների համար, իշխանությունը օգտագործում է վարչական ապարատը, վարչական լծակները իր քարոզչության համար, իսկ նրանք նստած են քրեակատարողական հիմնարկում, բնականաբար չեն կարող մասնակցել ըստ էության ներկայացնել իրենց դիրքորոշումները։ Այս առումով, այո, լուրջ խնդիր է, որ Հայաստանի Հանրապետությունում ես սա դիմում եմ խոսքս այսպես կոչված Հայաստանում մի ժամանակ շատ էինք ասում NGO-ներ, այսպես կոչված իրավապաշտպան կազմակերպություններ։ Հայաստանում իրավունքը ընդհանրապես չի պաշտպանված եւ այդ խտրականությունը արկա է։ Ես չեմ տեսնում այն իրավապաշտպանները, որոնք Սերժի ժամանակ կոկորդ էին պատռում, թե իսկապես էսենց են անում, այնենց են անում։ Իդեպ սա վերաբերում է նաև եվրոպական այն դիտորդական առաքելություններին, որոնք որ վաղ այսօր այս ընտրությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումն են հայտնելու։ Ուշադրություն դարձրեք այդ հանգամանքի վրա։ Անկախ նրանից, թե ինչով է փաթեթավորվում այդ ամենը, Հայաստանում ընտրությունների համար ստեղծված են ակնհայտ ոչ հավասար պայմաններ, վարչական ռեսուրս եւ բանտ, քրեակատարողական հիմնարկ։ Դրանք հակադարձ 180 աստիճանով իրար հակառակ բաներ են։ Սա որ վաղմիսօր ներկայացվի նաև այդ մարդկանց։ Ես մի հատ բան եմ ուզում ավելացնեմ ստեղ եւ ի հարցեր կառաջանա ինչու ենք մենք շտապում, ինչու ենք մենք բացում մեր խաղակարտերը, ինչու ենք ներկայացնում ինչու է մեղադրվում Փաշինյան Նիկոլը, որ վաղը միսօր Նիկոլ Փաշինյանին իշխանությունից վռնդելուց հետո ոչ մեկի մոտ հարց չառաջանա, որ ինչի մասին մենք խոսում ենք, խոսեցինք այն ժամանակ, ներկայացրեցինք այն ժամանակ
երբ որ արդեն իշխանությունի չէր Փաշինյան Նիկոլը։ Եվ այսօր էլ պետք է բոլորն իմանան, որ այս քրեական մեղադրանքները կան, այս գործերը հատուցված են եղել, մեղադրականները ներկայացված են եղել, դիմումները ներկայացված են եղել, դատախազություն, դատարաններ դեռ վաղուց 20 թվականից էսկոմ մենք պարբերաբար աշխատել ենք։ Եվ որ ոչ մեկ մտքով չանցնի, որ մենք ինչ որ հետին թվով բան ենք անում։ Չէ, Փաշինյան Նիկոլի գործողությունները հանցագործություն են եղել, հակասահմանադրական են եղել եւ դրա համար կանխարգելիչ գործողություններ ամենայն դեպս մեր կողմից իրականացվել է, մեր կողմից այդ գործողություններն եղել է, որին ի պատասխան իշխանությունը զավթած խունտան արգելել է օրենքի կիրառումը։ Այսինքն մենք հետին թվով ոչ մի բան չենք չեղարկում, հա։ Մենք ասում ենք, որ արդեն եղել է խախտում, Փաշինյան Նիկոլը հանցագործ է եւ ցանկացած համաձայնություն, ցանկացած պայմանավորվածություն հանցագործի հետ, օրենքի դեմ հանցագործի հետ, արդեն լեգիտիմ չի։ Հիմա դուք ոնց ուզում եք այդ խարխուլ տեղերում ապարեք, հա, Նիկոլ Փաշինյանը տանգո ապարեք, ինչ ուզում եք արեք, իմացեք ձեր դիմաց հանցագործը։ Տեսել հիմնավորումները, խնդրեմ։ Շնորհակալություն, դա շատ կարևոր էր, որ ասցիք, որովհետև այսօրվա մասնավորապես նիկոլականներին չեն ասում, բա Սերժի ժամանակ ուրեիր կամ Քոչարյանի ժամանակ ուրեիր, այսինքն ստացվում է այնպես, որ մենք Սերժի ժամանակ ընդդիմադիր չենք եղել, այլ այսօր մենակ Նիկոլի ժամանակ ենք ընդդիմադիր, չէ, այդպես չի, եւ համաձայն եմ ձեզ հետ, որ այս ամբողջ ընթացքում մենք մեր դիրքորոշումները հայտնել ենք, անկախ նրանից թե մենք ինչ հարաբերությունների մեջ ենք եղել այսպես կոչված այսօրվա այս իշխանավորների հետ, անկախ նրանից, որ այս առումով մենք մեր մեղքն ունենք այս իշխանությունը գալու համար, որովհետև ինչ որ կերպ նաև 18 թվականին նպաստել ենք այս ամենին, եւ այս ամենով հանդերձ 18 թվականից սկսած մենք պայքարել ենք այս իշխանության դեմ, մենք շարունակում ենք պայքարել այս իշխանության դեմ, չենք էլ թաքցրել, որ մենք այս իշխանության ընդդիմադիրներն ենք եւ նույնիսկ հակառակը ազգային ժողովի այն падգամավորները, ովքեր որ իրենց ընդդիմադիր են համարում, մենք իրենց համարել ենք նույնպես իշխանություն եւ մեր պայքարը եղել է նաեւ այսպես կոչված իշխանության մեջ ընդդիմադիր կոչվող այդ падգամավորների, որովհետեւ մեր պատկերացմամբ Հայաստանի իշխանությունը մեկն է, անկախ նրանից թե այդ իշխանության ներսում ինչ խաղեր են տալիս, ամբողջ իշխանությունը ոչ հայկական իշխանություն է։ Սա թող իմանան բոլորը, մեր պայքարը ընդհանրապես Հայաստանում ոչ հայկական իշխանության դեմ է եւ գալու է այդ ժամանակ, երբ որ Հայաստանում հայկական պետություն լինի, պատասխանատվության են ենթարկվելու նաեւ նրանք, ովքեր իրենց անգործությամբ, լռելային կամ չգիտեմ, գուցե նաեւ գիտակցաբար գործունեությամբ նպաստել են այս հակահայ իշխանության գոյատևմանը Հայաստանում։ Սա նույնպես Եվ սա միջազգային կենտրոններին է նաև ուղղված, սկսած Ալիևից մինչև Դավութ Օղլու, կնեք բառերից համար, որոնք պետք է իմանան, որ դուք համատեղ հանցագործություն եք գործել եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ոչինչով պարտավոր չի Փաշինյան Նիկոլի խոստումների, չեմ ասում պայմանավորվածությունների համար։ Դուք օթում ձեր հանցագործի հետ ինչ որ պայմանավորվածություն ունեք, դա ձեր խնդիրն է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետությունը ոչինչով պարտավորված չի ձեզ։ Սա կուզեք համարեք ռևանշիզմ, կուզեք համարեք, չգիտեմ, դրժողականություն, Հայաստանի Հանրապետությունը առաջնորդվում է միջազգային օրենքներով եւ ըստ դրա իր սահմանադրությունով։ Վերջ, մարդիկ, գործակալները, Արաբատ Միրզոյան կլինի, Նիկոլ Փաշինյան կլինի, ով ուզում է լինի, չեն կարող փոխել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը օրենքների, միջազգային պարտավորվածությունների նկատմամբ։ Գուցե հենց իրենց իսկ պարտականությունների, որովհետև այն ինչ որ իրենք հայտարարում են, որ Արցախի հարցը փակված է, Ղարաբաղյան շարժում չպետք է լինի եւ այլն, ինքնին ոչ միայն անհիմն է, այլ նաեւ հանցագործություն է բառիս իրավական իմաստով, որովհետև Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ դեռևս գործում է հռչակագիրը, հույս ունեմ, որ չի դուրս գալու հռչակագիրը Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից, որովհետև դա հիմքն է այդ սահմանադրության, իսկ հռչակագրի հիմքում դրված է
Հայկական Սահմանագերագույն Սովետի եւ Լեռնային Ղարաբաղի ազգային խորհրդի համատեղ որոշումը Արցախը Հայաստան է։ Ուզում եմ ասել, որ ցանկացած հակաարցախյան գործունեություն դա ինքնին հակահայկական է, դեմ է Հայաստանի պետությանը եւ պետականությանը, իսկ այսօր կառավարության անդամները երթվել են պաշտպանել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը Հայաստանի սահման եւ առաջնորդվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ օրենքներով։ Այդ երթունազանցությունը ինքնին նույնպես վաղ միսօր դիտվելու է ի վնաս իրենց, որովհետեւ սա նույնպես հանցագործությունը ծանրացնող հանգամանք է։ Հիմա այսպես նաև այս հոգևոր աշխարհի, այսինքն ցանկացած դեպքում, եթե հանցագործություն ես կատարում, դու նաև մեղք ես կատարում, բայց այս աշխարհիկ իշխանությունը իրեն կարողացավ նաև վերագրել որոշակի հոգևոր, չգիտեմ, այդ արժեքներ, թե կամ հակառակ, ճիշտ հակառակ ոչ հոգևոր արժեքներ եւ պայքար սկսեց հայոց եկեղեցու դեմ։ Իդեպ ասեմ, քանի որ բուն կաթողիկոսի դեմ գործողություններով զբաղված են եղել իմ գոլեգա այլ փաստաբաններ, ես այս առումով հուշեմ, որ որպեսզի վաղ միսօր եթե հանկարծ հարցեր առաջանա, ես ի պաշտպանություն կամ կաթողիկոսի ես որևէ հայց չեմ ներկայացրել, որովհետև կային մարդիկ, ովքեր որ պաշտպանում էին, սակայն ուզում եմ ասել, որ երբ Արցախում ոչնչացրեցին Սուրբ Աստվածածին եկեղեցին, ես էլի այդ դրա վերաբերյալ հաղորդում ուղարկեցի դատախազություն, ես ուզում եմ նաև տեղյակ պահել, ինձ ասացին, ավելի ճիշտ դատախազությունը ստացած պատասխանի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում հարուցվել է քրեական վարույթ այդ ամենի վերաբերյալ։ Համենայն դեպս հույս ունենք, որ այդ վարույթով կարող է հնարավոր է, որ վաղ միջազգային ատյաններում նաև պատասխանատվության կանչեն Ադրբեջանին այն պարզ բանի համար, որ նա որովհետև տվյալ դեպքում միջազգային կոնվենցիաներ են խախտվում, մասնավորապես այստեղ պետք է որ իրեն դրսևորեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ինչը չի արել, եւ այս պարագաներում ես ենթադրում եմ, որ մենք միջազգային ատյաններում նաև բարձրացնելու ենք այդ հարցը եւ այսօրվա քրեական վարույթը վաղ մյուս օր կարող է միջազգային ատյաններում մեզ օգնի Ադրբեջանին պատասխանատվության կանչելու համար։ Շատ Սա էլ այսպես միջազգային իրավունք է։ Էլ ինչու՞մ է մեղադրվում քաղաքացի Նիկոլ Փաշինյանը եւ ես ներկայացնում եմ սահմանադրական կարգի վերաբերյալ, սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ մեր գոլեգաների մեջ որոշակի խնդիրներ կան, մասնավորապես ինձ ասում են, որ քանի որ սահմանադրության առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ հոդվածները ընդհանրապես դրան է վերաբերում այդ նախատեսված նորմի գործողությունը, ուրեմն իսկ տվյալ դեպքում Արցախի վերաբերյալ այդ հայտարարությունը կամ հռչակագրի վերաբերյալ հայտարարությունը չի վերաբերում այդ քրեական օրենսգրքի 420 հոդվածին, վերաբերմունքը դրա նկատմամբ մի քիչ այլ է, որովհետև ես գտնում եմ, որ նախաբանը նույնպես սահմանադրական նորմա եւ դա նույնպես առաջին գլխի մաս է կազմում եւ այս առումով գտնում եմ, եթե նախաբանն է խախտվում, դա նույնպես համարվում է սահմանադրության խախտում եւ այս առումով նախաբանի մասնավորապես Արցախի վերաբերյալ դրույթները հաշվի չառնելը, ինչու՞ չէ նաև առաջին հանրապետության դրույթները հաշվի չառնելը, առաջին հանրապետության գոյության դրույթները հաշվի չառնելը, գտնում եմ, որ դա սահմանադրական կարգի տապալումը եւ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները պետք է քրեական պատասխանատվության կանչվեն նաև այս դիրքով, որովհետեւ 420 հոդվածի դրույթները վերաբերում են սահմանադրական կարգը։ Այդ ուրիշ բան, որ օբյեկտիվորեն ամեն օր այս մարդիկ իսկապես սահմանադրական կարգ են տապալում, բայց ես ուզում եմ, որ օրենքի հիմնավորման տեսանկյունից ես այդ գաղափարը տարբեր իրավաբանների մոտ առաջ եմ քաշել եւ ես ուզում եմ, որ նաև քննարկման առարկա դառնա, որտեղ սա նույնպես հիմք է լինելու վաղ միսօր պատասխանատվության կանչելու։ Տեսեք, ձևի համար մի բան ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանի սահմանադրական կարգը տապալելու համար չկարողացան պատասխանատվության կանչել, սահմանադրական դատարանը խոչընդոտեց եւ այլն։ Ես հիմիկվանից ասում եմ, որ խախտվել է սահմանադրական կարգը, մասնավորապես Հայաստանի Հանրապետության հռչակագիրը, որը ներառված է սահմանադրության մեջ, եւ այս առումով նույնպես անձը ենթակա է պատասխանատվության քրեական օրենսգրքի 420 հոդվածով։ Սա էլ էսպես։
Ես մեզ դիտողներին առաջարկում անպայման հաղորդումը տարածել, շատ կարևոր է նախընտրական նաև այս շրջանում ասեմ, սա պետք է հասնի բոլոր նրանց, ովքեր այս կամ այն ձևով փորձում են աջակցել այս հանցագործ իշխանություններին։ Այն ինչ որ ներկայացվում է հիմա փաստաբանի կողմից, սրանք ճաշակի ոլորտից չեն։ Սրանք հորինած չեն, սրանք ինչ որ քաղաքական ենթատեքստեր չունեն։ Սա Մեր իրականություն ցանկությունները չեն էլի մենակ։ մեր ցանկությունները չեն, մեր կապրիզները չեն, սրանք իրականությունն է, որը հակադրվում է օրենքին եւ իրավունքին։ Օրենքին եւ իրավունքին, երկուսը միտեղ։ Եվ ցանկացած մեկը, որ աչք է փակում, սա ինքը հանցագործա դառնում, ցանկացած մեկը, որ աջակցում է այս հանցագործության շարունակությանը, ինքը կրկին հանցագործ է։ Այսինքն ցանկացած մեկը, որ Հայաստանում կարող է հօգուտ Փաշինյան Նիկոլի խոսի կամ գործանի, ինքը դառնում է այս ամբողջ հանցագործությունները մենք արդեն 1 ժամից ավել խոսում ենք, սրա լեգիտիմացնողը։ Ինքը իր վրա վերցնում այս ամեն ինչի պատասխանատվությունը, նաև դառնում է հանցակից։ Դա համար շատ կարևոր է, որ բոլորը հասկանան ով է Փաշինյան Նիկոլ։ Եվ ինչու՞ է ինքը մեղադրվում այսօր եւ մեղադրվելու է վաղը։ Անկախ ամեն ինչից Հայաստանի Հանրապետությունը չի վերանալու, դուք չեք կարողանալու ջնջել Հայաստանի Հանրապետությունը, ինչպես Արցախն արեցիք։ Մեկը սա իրականանալու է, հայկական Նյուրնբերգը լինելու է եւ պատժվելու են, պատասխան են տալու բոլոր նրանք, ինչպես ասենք 45 թվականին Նյուրնբերգում, որոնք մարդ չէին սպանել, բայց Նյուրնբերգի դատարանում դատապարտվեցին։ Եվ դա խոսքը վերաբերում է նաև այն անձանց, ովքեր մտածում են դե իրենք կոնկրետ որևէ ձևով դե բան չեն արել, ընդհանրապես իրանք իրենց գործողությունն են կատարել, մասնավորապես խոսքը վերաբերում է զինվորականներին ու ոստիկանությանը, այն բարձրաստիճաններին, ովքեր մտածում են, թե իրենք, քանի որ իրենց հրաման են տվել, հրաման են կատարել, դուք նույնպես պատասխանատվության եք ենթարկվելու մի պարզ պատճառով, դուք ապօրինի հրաման եք կատարել։ Դուք իրավունք ունեիք ապօրինի հրամաններ չկատարելու եւ դուք պարտավոր եք նաեւ չկատարելու, իսկ դուք կատարել եք ի վնաս Հայաստանի Հանրապետության։ Ես զարմանում եմ այն մարդկանց, ովքեր համաձայնել են, որ իրենց իսկ տարածքները, սա Տաուշի մասին է խոսքը, Գիրանցի մասին է խոսքը, երբ ոստիկանապետը իր իսկ տարածքը համաձայնում է ժողովրդին քաշում է այս կողմ, որ այդ տարածքը հանձնեն թշնամուն, այսինքն նա համաձայն է, որ իր հոր գերեզմանը մնա թշնամու տարածքում, ինչ տարբերություն եկեղեցին է մնում, թե հոր գերեզմանը։ Սա այն վտանգավորության աստիճանն է, որ Հայաստանում ամբողջ իշխանությունը ուզուրպացվել է որոշակի խունտայի կողմից, եւ այդ իշխանության մեջ ներառված են միայն այնպիսի մարդիկ, որոնք պատրաստ են, ես չգիտեմ ինչի դիմաց, սա կլինի փողի կամ կարող է լինել, չգիտեմ, վարչական ռեսուրսի եւ ինչ որ պաշտոնի եւ այլնի դիմաց ամեն ինչ մոռանալ, ամեն ինչ թողնել եւ դուրս գալ այդ մարդկային դաշտից։ Սա մեր ապագայում այն սերունդների համար եմ ասում, որ հասկանան, որ պաշտոնը, փողը եւ այլը դրանք բոլորը անցողիկ են։ Իսկ մարդկային արժանինքները։ Ես առումով կա, եթե դեմ չեք մի բան ավելացնեմ։ Երբ Արցախը 10 ամիս բլոկադայի մեջ էր եւ չէր իրականացվում միջազգային դատարանի որոշումը եւ Հայաստանի կառավարությունը իրեմս Արարատ Միրզոյանի եւ Նիկոլ Փաշինյանի չէին դիմում ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ ճանապարհը բացելու համար, որոշումը իրականացնելու համար, այն ժամանակ արդեն պարզ էր, որ Արցախը սովամահ անելու եւ հայաթափելու խնդիր է դրված։ Պատճառը ես այստեղ եմ տեսնում։ Չկա Արցախ, չկա պահանջատեր եւ Արցախում կատարված բոլոր ֆինանսական, ռազմական հանցագործությունները այդ ձևով թաղելու նպատակ կա։ Այն ինչ որ իրենք արեցին։ Հիմա կրկնում եմ, ովքեր չեն հասկացել։ Նույնը կատարվում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Որովհետև այս հոդվածները, այս մեղադրանքները հոդս չեն ցնկտելու։ Մենք հələ չենք հասել ֆինանսական հանցագործություններին։ Մենք հələ պետության նկատմամբ հանցագործությունների մասին ենք խոսում։ Իշխանության ուզուրպացում, իշխանության զավթում, սահմանադրական կարգի խախտում եւ այլն, հա։ Այս նույն բանաձևն է, ու սրանց նպատակը պետականությունը վերացնելն է, որպեսզի այս պահանջատիրությունը իրանցից չլինի, ոչ մեկ չգա իրանց հետևից։ Եվ այդ մասին իրենք են ասում, չկա պետություն, ով է գալու մեր հետևից։
Ցանկացած մարդ, որ աջակցում է Փաշինյան Նիկոլի վերարտադրմանը, ինքը նպաստում է Հայաստանի Հանրապետության վերացմանը, որ այս մարդիկ երբեք չկանգնեն արդարության դիմաց, դատարանի դիմաց։ Բայց մենք հիշում ենք, չէ, Հայաստանի Հանրապետություն չկար մեծ հաշվով ցեղասպանությունից հետո, բայց 21 թվին ամեն դեպքում Նեմեսիս եղավ։ Այսինքն սա էլ հարցի լուծում չի, թողականջներին ող անեն։ Սա պատմությունն է ասում։ Բայց միջև դրան հասնելը կա դատարան։ Եվ իրանք ամեն ինչ պետք է անեն, որ իրենց հարցերը լուծվի դատարանում, ոչ թե մեկը ճարահատյալ իրականացնի են, ինչ որ եղավ 21 թվականին երիտի թուրքերի պարագլուխների հետ։ Խնդրեմ, շարունակեք։ Իդեպ, այո, դուք շատ կարևոր հարցի անդրադարձաք, եթե իսկապես պետությունը, Հայաստանի պետությունը գտնում էր, որ Արցախը Հայաստան չի, դեպքում 23 թվականին 144 միլիարդ ինչի էր տրամադրում Լեռնային Ղարաբաղին եւ ֆինանսավորումը տրամադրում էր այն ժամանակ, երբ որ արդեն իսկ իրենց պատկերացմամբ Արցախը արդեն ճանաչվել էր Ադրբեջան եւ ամենակարևորը իրենք գիտեին, որ Արցախը Ադրբեջան, այսինքն եթե այդ դատարկվող ամեն ինչ արվում էր Արցախը դատարկվելու համար, հիմա հարց, նախ այդ 144 միլիարդ դրամը տրամադրվել է, թե չէ, որովհետև եթե դուք արդեն ասեք, ես էլ անդրադառնամ այդ ֆինանսական խնդիրներին, սա բանի կոռուպցիայի, այսպես ասած, գերադրական ճանապարհն է։ Ա 144 միլիարդը տրամադրվել Արցախին, թե չէ, բ եթե տրամադրվել է, ինչ հետևանք ունեցի, երբ որ Արցախը ամբողջությամբ դատարկվեց կամ Արցախը այդ ժամանակ արդեն իսկ գտնվում էր բլոկադայի մեջ։ Երրորդ, ինչ ճանապարհով։ Ես մի հատ հիշեցնեմ, 22 թվականին ինքը ճանաչում է Պրագայում հայտարարում է, որ Արցախը Ադրբեջան է, 23 թվականին ինքը 144 միլիարդ ուղարկում Ադրբեջան։ Փաստացի եմ ասում, իր լեքսիկոնով։ Ինքը ասում է Ադրբեջանը 6 ամիս հետո 144 միլիարդ դրամ ինքն ուղարկում է այն տարածք, որ ինքը ճանաչել է Ադրբեջան։ Իդեպ Ադրբեջան մի նախադասություն վերաբերում է Արցախահայությանը, երբ որ դրանք, այսպես ասած, չայկերտավոր ընդունում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, շատ վտանգավոր բան է, հարգելի հայրենակիցներ։ Փորձեք ամեն կերպ պաշտպանել ձեր նախկին անձնագիրը 070 կոդով, եթե չի ստացվում, որ գոնե էդի պահեք, պահպանեք, որովհետև վաղ միսօր մենք այդ ճանապարհը նաև այդ ճանապարհն ենք նաև վերականգնելու։ Մի պարզ պատճառով։ Դուք պետք է բոլորդ գիտակցեք, Հայաստանի Հանրապետության անձնագիր տրամադրվում է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Դուք չէիք կարող չլինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ ունենալ Հայաստանի Հանրապետության անձնագիր։ Կոդը որևէ նշանակություն չունի։ Սա քանիցս ասել եմ, ելի եմ կրկնում, այն ովքեր, տեսեք, վերջերս մի անգամ արցախցի կնոջ հետ խոսելիս ասում էր, դու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունել ես, այդ կինը պատասխանեց, թե դա քո գործը չի։ Թվում է նա ուրիշ բան պետք է ասել, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, իսկ այո, եմ։ Դա այդպես պետք է պատասխանել։ Համենայն դեպս ես հուշում եմ ձեզ, ով ձեզ նման բան կասի, ասեք, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, այնպես ինչպես դու, կապ չունի, թե ինչ կոդի տակ է, 070, 07, թե 001։ Դա որևէ էական նշանակություն չունի։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի կարող լինել, այսպես ասած, ոչ Հայաստանի Հանրապետության ենթակայության տակ գտնվող անձը անպայման Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք։ Դրա լավագույն օրինակը այն ինչ որ չգիտեմ Պուտինն էր ասում, որ Արցախը Ադրբեջան է, չգիտեմ Տրամպն է ասում կամ չգիտեմ ով է ասում, այդ նույն ձևով կարող եք բոլորին պատասխանել։ Արցախցիները ոնց են գնում Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Եվրոպա եւ այլն։ Իրենք ինչ ասել են գնացեք Ադրբեջանի դեսպանատնից թուղթ բերեք։ Կա որևէ մեկից է ձևի պահանջ դրած։ Բոլորն ընդունել են, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Ես անձամբ կարող եմ վկայել, ես մի քանի անգամ Արցախի կամերային նվագախմբի հետ եղել եմ եւ Եվրոպայում, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, եւ Ռուսաստանում, այդ նույն անձնագրերով որևէ երկրի դեսպանատուն կամ, չգիտեմ, սահմանային անցակետ այլ փաստաթուղթ չի պահանջել կամ են անձնագիրներ։ Եվ որևէ երկրի դեսպանատուն Հայաստանում չի ասել գնա թուղթ բեր Ադրբեջանից, որ ես քեզ վիզա տամ։
Հայաստանում գրանցված բոլոր դեսպանատները տվել են մեզ վիզա, ես ասեմ սա չեմ լսել է, ես անձամբ այդ նվագախմբի հետ եւ Եվրոպա, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, եւ Ռուսաստան ցանկացած տեղ եղել եմ հյուրախաղերով։ Եվ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող դեսպանատները այդ անձնագրով քաղաքացիներին մեզ վիզա էին տալիս եւ այդ ընդունող երկրներն էլ սիրով ընդունում էին։ Նման սահմանափակումներ չի եղել։ Դա պատասխաններ բոլոր նրանց, որոնք, չեմ ասում ովքեր, հայտարարում էին, թե Ղարաբաղը երբեք չի եղել Հայաստանի մաս։ Պատասխանը ստացակ։ Ղարաբաղը միշտ է եղել Հայաստանի մաս։ Իդեպ նույնիսկ այն կտրվածքով, որ 1921 թվականին Կապբյուրոյի որոշման, որ Արցախը տրվեց Ադրբեջանին, նույնիսկ այդ ժամանակ որոշակի, այսպես ասած, վերապահումներով է տրվել, այսինքն տրվել է որոշակի արտոնություններով, բայց ոչ սովետական Ադրբեջանը, ոչ սովետական Հայաստանը, դրանք առանձին պետություններ կամ պետական միավորներ չեն եղել, այնպես որ Ադրբեջանի տարածքի մեջ երբեք Արցախը չի եղել։ Սա թող բոլորն իմանան եւ միշտ էլ վաղ մյուս օր մենք միևնույն այն որ մտածում է թե Արցախի հարցը փակվել է, չի փակվել։ Արցախի հարցը, իդեպ ասեմ, միայն հայերին չի վերաբերում, Արցախի հարցը հայկական հարցի մի մասն է, իսկ հայկական հարցը միջազգային իրավական հարցը։ Այնպես որ հանկարծ մտքովները չանցնի, թե դուք ինչ որ մի հայտարարություն արեցիք ու դրանով ճիշտ հակառակը։ Այդ հայտարարության համար հələ պատասխան եք տալու։ Ես արդեն ասացի, որ ձեր հայտարարությունները արդեն օրենքի տարի հետ որևէ ընդհանրություն չունեն։ Անցնենք առաջ, այլ ինչու՞մ է մեղադրում Փաշինյանը։ Եկեք, ես քանի որ ես հասկանում եմ, որ ավելի շատ սա հիմա ծանրացնելու ենք այդ բաների մասին, ես առաջարկում եմ երևի սահմանափակենք, բայց մեկ-երկու հարաբերությունների մասին ուզում եմ անպայման խոսել, մանավանդ ընտրարշավի հետ կապված։ Մենք ատելության խոսքի տարածում ունենք, իշխանության։ Դա եմ ասում, ընտրարշավի հետ կապված։ Կրոնական կազմակերպությունների գործունեությունը խոչընդոտել ունենք, մենք հրամանով կալանավորվողներ ունենք, հրամանով քրեական գործեր ձևակերպումների բան ունենք, մենք ստեղ հատորներով քրեական գործեր ունենք Փաշինյան Նիկոլ։ Դա եմ ասում, հենց դա է ասում։ Որներն ընտրենք էլ այս պարագայում, հա։ Դա հենց դա է ասում, որ տվյալ դեպքում ընտրությունների հետ կապված որոշակի հասարակությունը որոշակի խնդիրներ առաջ է կանգնած, ստեղ մի երկու խնդիր կա, մեկը որ քրեորեն պատժելի առարկա, երկրորդ քրեորեն պատժելի չի։ Մասնավորապես ընտրարշավին երեխաների կամ դպրոցականների ներքաշելն է։ Ուրեմն սա երեխայի իրավունքների ոտնահարում է եւ տեսականորեն սա կարելի է նույնիսկ տրաֆիկինգի մեջ մեղադրել, որովհետեւ հավաքագրում են երեխաներին, դպրոցներից բերում են եւ իրենց, այսպես ասած, ոչ մարդկային կամ ոչ երեխայի շահերից բխող գործողությունների մասնակից են դարձնում քարոզչությանը։ Երեխաներին քարոզչությանը մասնակից դարձնելը ես գտնում եմ ինքնին հանցագործություն է, թեպետ բուն ընտրական կարգի դեմ խախտումների մեջ երեխաների ներքաշելը չի դիտվում որպես հանցագործություն։ Սա ինչի եմ այսպես ասում, որովհետև ես չեմ տեսել, որ որևէ քաղաքական կազմակերպություն այդ կուսակցություններից որևէ մեկը այդ հարցը բարձրացնի։ Մինչդեռ բոլորը խոսում են, որ տեսեք դպրոցականների դասատուները բերել են հանդիպման եւ այլն։ Ուրեմն երեխաներին հանգիստ թողեք, երեխաները միևնույն է, վաղը չէ մյուս օր, որ դարձան հասուն մարդիկ, այնպես որ նրանք անպայման այդ ամենի հետևանքով իրենք ունենալու են իրենց դիրքորոշումը։ Դուք այսօր պարզապես այդ երեխեքի հոգեբանության հետ եք խաղում, մեղք են այդ երեխեքը։ Այդ երեխեքը մեր երեխեքն են։ Գիտեք, ես համաձայն կլինեի երեխեքի մասնակցությունը արգելված չի, եթե նրանց չեն քշում դասից ընդեղ, եթե նրանք պարտադրված չեն գնում ընդեղ։ Երեխաները գործում են որպես դրոշ բռնող, որպես մասովկա, ինչ որ բան է, գլխականակ, որպեսզի ապահովեն Փաշինյան Նիկոլի ոչ դատարկ հրապարակը, սա հանցագործություն է, սա տրաֆիկինգ է։ Սա եւ այս ամենում ես մեղադրում եմ այդ նույն երեխաների ծնողներին, ուրեմն ուշադրություն դարձրեք, այդ կադրերը արդեն YouTube-ում կան, ինտերնետում կան, ուշադրություն դարձրեք այդ հանգամանքին, վաղը մյուս օր
Աստված մի արասցե, որ այդ երեխեքի հետ որևէ բան պատահի, դուք պատասխանատվություն եք կրելու այդ երեխեքի շահերը ոչ օբյեկտիվ ներկայացնելու համար։ Դուք պարտականություն ունեիք ձեր երեխեքին թույլ չտալու այդ անձրևին ցրտին այդ դրսում կանգնելու։ Դուք այդ երեխեքի դուք պարտավոր եք երեխեքի հոգսը տանելու եւ երեխեքի նկատմամբ ճիշտ գործողություններ կատարելու։ Հրաման կատար դուք ինչքան ուզում եք ենթարկվեք այդ հրամաններին, այդ երեխեքին մի բերեք, մի մասնակից դարձրեք այդ խաղերին։ Այդ երեխեքի խաղերը չեն։ Առավել եւս մի բան էլ ասեմ։ Երբ 2008 թվականին այդ նույն երեխեքի, չէ, այսպես ասենք, այդ երեխեքի շահերի պաշտպանները, որոնք որ եկել էին Երևան ու փորձում էին, այսպես ասենք, պաշտպանել Հայաստանի պետությունը, այսպես կոչված ընդդիմադիրներից եւ այլն, այդ երեխեքը 2020 թվականին կոտորվեցին։ Այնպես որ մի քիչ էլ դրա մասին մտածեք։ Դուք պարտավոր եք նաեւ գործողություն կատարելուց առաջ մտածել, թե իսկապես որն է համարվում այդ երեխեքի շահերի օգտին գործողություն կատարելը։ Սա այսպես ինչ են ասում, որպես երեխաների շահերի պաշտպան եմ ասում։ Հիմա ինչ վերաբերում է բուն ընտրարշավին։ Ուրեմն խոսվեց, որ վարչական ռեսուրսն է օգտագործում, բայց շատ վտանգավոր բան է օգտագործում է բառապաշար, որը անպայման ազդեցություն է ունենում սովորական մարդկային հարաբերությունների վրա։ Ուրեմն հետաքրքիրն է, որ երբ որ մեկը ինչ որ բառապաշարով, այդպես ոչ հաճելի բառապաշարով ասում է, երկրորդն նույն ձևով հակադարձում է, այս ասում է կզզնելու, մեն ասում է ես եմ քեզ կզզնելու։ Ուրեմն այս բառապաշարը ինքնին վտանգավոր է, որովհետև սա հղիանում է եւ վաղ մյուսօր կարող է ինչ որ արդյունքների բերի, բացասական արդյունքների, որը որևէ կերպ չի համարվում քարոզչություն, այլ դա համարվում է ատելություն, դա համարվում է ազատ խոսքի այդ շրջանակներից դուրս գործողություն եւ այլն։ Որևէ մեկը չի կարող սա համարել, որ ես քանի որ ունեմ ազատ խոսքի իրավունք, կարող եմ ցանկացած այդպես բառապաշար օգտագործել։ Ներեք, երբ որ վարչապետն է ասում, դա ազատ խոսքի հետ կապ չունի, դա սպառնալիք է, ինչ է նշանակում, ես քեզ կզսնել եմ։ Հաջորդ ու հրամանատարի գնացեք ձերբակալեք։ Մարդուն ձերբակալում են հիմնավորելով վարչապետի այդ բարձր տոնով խոսալու համար։ Հիմնավորեք, այտենց հոդված կա, ուրեմն չկա այդպիսի բան, հիմա բացատրում եմ, թե ինչու նաև խոսքի իրավունք չի, սա սպառնալիք է, որին հետևում է կալանավորում։ Ուրեմն սպառնալիքը նաև տեսեք, պետական իշխանության կողմից սպառնալիքը նաև ի վնաս Հայաստանի Հանրապետությանը օգտագործում։ Տեսեք, Նիկոլին չդրեք պատերազմա լինելու։ Եթե այս տարածքը չտանք պատերազմա լինելու, եթե Կիրանցում սահմանազատում չանենք, վաղը չէ մյուսօր թուրքերը մտնելու են Հայաստան։ Այսինքն սպառնալիքը ռեալ կերպով այսօրվա նախընտրական քարոզչության այսպես մեղն է դարձել։ Ու բոլորը այսպես կոչված խաղաղության ոչ թե բոլորը, այլ իշխանությունը այդ ամբողջը փաթեթավորում է խաղաղությամբ։ Սա ոչ մի խաղաղություն չի, սա ճիշտ հակառակը։ Ինքնին խաղաղության դեմ է, որովհետև պետք է մենակ Մոնթեյ ասածը ասենք, որ խաղաղություն պիտի ըլլա մեր հաղթանակով։ Քանի մեր հաղթանակը չկա, մենք չենք կարող ունենալ այդ խաղաղություն։ Ուրեմն սա էլ այս ընտրարշավի ժամանակ այդ գործողությունները։ Հիմա ինչ վերաբերում է ընտրարշավի ժամանակ օրենքի խախտումներին։ Այն ինչ որ քրեական դաշտում ենթադրենք, տեսեք, իշխանությունը մեղադրում է մասնավորապես Սամվել Կարապետյանի թիմին, թե կաշառք են բաժանում եւ այլն, բայց ըստ էության չեն մեղադրում այն մարդկանց, ովքեր որ ասում են, հա, լավ, կգաք, մենք ձեր հարցերը դրանով կզբաղվենք։ Այսինքն սա նույնպես խոստում է, որը նույնպես համարվում է ընտրակաշառքի մի ձև, որը երբ որ քաղաքացի մոտենում է վարչապետին, ասում է, հա, ես քո հարցերի կգաս, քո այդ դրա վերաբերյալ այդ հարցերը կլուծենք։ Այսինքն այն ինչ որ իշխանությունը անում է, սա թույլատրելի է, այն ինչ որ ընդդիմությունն է անում, անթույլատրելի է։ Սա նույնպես պետք է կարողանալ հասկանալ ինչա այս ամենի կտրվածքով, եթե դատախազությունը ընդհանրենք պատասխանատվության չի կանչում, բնականաբար իշխանությանը դատախազությունը պատասխանատվության չի կանչելու։
Խոսքը սուղում է մենք կուսակցություններին, որոնք գտնում են, որ իրենք ընդդիմադիր են։ Այս ամբողջը վերցրեք ուղարկեք կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ես իմ ուղարկածը կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվի չի առնի մի պարզ պատճառով, որովհետև ես չեմ մասնակցում ընտրություններին եւ օրենքն ասում է, որ դա միայն կուսակցությունների ընտրությանը մասնակցող կուսակցությունների դիմումի հիման վրա։ Ում եք դուք սպասում, ինչի է դիմումները կենտրոնական ընտրական հանձնաժողով չեք ներկայացնում եւ ինչի Նիկոլ Փաշինյանին չեք հանում ընտրապայքարից։ Չէ որ այս գործողությունները կոնկրետ ձեր դեմ աղված։ Եվ ստեղ անմիջապես գալիս է այդ հարցի պատասխան, արդյոք դուք իրար հետ չեք համագործակցում։ Ես ըլնեի վաղուց, եթե կուսակցության կամ որևէ կուսակցության թիմով առաջադրված ըլնեի, ամեն օր կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում կուղարկեի։ Ամեն օր, որովհետև ամեն աստծո օր այդ ընտրական օրենսգիրքը խախտում է։ Ստեղ ասում եմ, մեր դիմումները որևէ մի քանի ընտրական հանձնաժողով դիմում եմ ներկայացրել, բայց մեր դիմումները որևէ էական նշանակություն չունեն, մի պարզ պատճառով օրենքը մեզ չի տալիս այդ իրավունքը ընտրական պայքարից ինչ որ մեկին հանելու համար դիմում ներկայացնելու։ Այդ դրա համար կա կուսակցություն։ Իսկ այսօրվա այդ կուսակցությունները նաև այդ հարցում են, որ նու չասեմ ձեռնպահ են մնում, բայց համենայն դեպս այդ նույն գործողությունները չեն կատարում։ Հիմա ինչ վերաբերում է քարոզչության ժամանակ ինչ է այդ միայն սպառնալիք չէ, ատելության։ Ատելության խոսք։ Ատելության խոսքը կիրառելը։ Ես քիչ առաջ ներկայացրեցի, որ իշխանությունը մեր գոլեգաներից Շուշանյանի նկատմամբ էդիկ կարողացել էր օգտագործել։ Անկախ նրանից ճիշտ էր ասել Շուշանյանը, թե սխալ էր ասել, այսօր այդ նույնը պետք է այդ ատելության խոսքը իրականացվի, օգտագործվի նաև, այսինքն դատախազությունը պետք է վերցնի արդեն իսկ դատական օրինական ուժի մեջ մտած դատական ակտի նախադեպը, իդեպ գնացել է մինչև Վճռաբեկ դատարան, եւ դա կիրառի եւ այսօրվա դրության պատասխանատվության կանչի։ Հարցը ինչի, որ այնտեղ ենթադրենք 20 պատիկի չափով տուգանք է նախատեսում, հարցը լրիվ այլ դաշտ է։ Այդ մարդուն կհանեն քրեական պատասխանատվության ենթարկելու ճանապարհով կհանեն ընտրական պայքարից եւ դա արդեն կլինի օբյեկտիվ։ Սա արդեն գործողությունն է, որովհետև իրականում այդ ատելությունը վաղ միսօր գեներացվելու է այդ մարդկանց մեջ եւ այդ ատելությունը ունենալու է իր բացասական հետևանքները։ Սա էլ այսպես կոչված ընտրությունների հետ կապված։ Ասեք։ Մենք արդեն 1.5 ժամ մեղադրանք ենք Ինձ թվում է մենք մեր լսողների զայլեն տանում ենք, որովհետև ասեմ ձեզ, նաև տնտեսական հանցագործություններ կան, նաև սեփականության դեմ ուղղված հանցագործություններ կան, մասնավորապես Կիրանցի դաշտում, մենք ես փորձել եմ խմբագրել այդ ամենը, ես հասկանում եմ, որ իրականում շատ երկար է տևելու այդ խոսակցությունները, մենք դրան երևի թե կանդրադառնանք, ուզում եմ ասել, որ ցանկացած դեպքում շնորհակալություն Վարդան Հակոբյանին այդ հաղորդումները կազմակերպելու համար, ցանկացած դեպքում մենք այդ գործողությունները անկախ նրանից հիմա ձեզ հետ կիսվում ենք թե չէ, մենք այդ գործողությունների վերաբերյալ հաղորդումներ ուղարկում ենք պատկան մարմիններին, այսօր այդ պատկանները հավաքում ենք եւ իշխանությունը փոխվելուց հետո արդեն ենթադրում եմ, որ դրանց կոնկրետ ընթացք է տրվելու։ Լավ, երևի այսօր գոնե այսքանով ավարտենք, կարծում եմ այս ներկայացած մեղադրանքներից ցանկացած մեկն էլ հերիք էր, որ բարոյական եւ իրավապաշտ մարդը հասկանա ով է Փաշինյան Նիկոլը եւ ինքը ում հետ գործ ունի։ Ես մեր այսպես ասած այդ դրույթները ես կարող եմ ներկայացնել, հետո դնենք բանի տակ, լինքի տակ, եթե դա հնարավորություն կնա, այսինքն այն իմ ասածների, այսպես ասած գրավոր ձևակերպումները, եթե դրա հնարավորություն կա, որ մարդիկ նաեւ կարողանան կարդալ։ Մենք այս լինքի տակ կդնենք, ես հենց հիմա կդնեմ armjustice.com մեր կայքը, որտեղ այս ամեն ինչը արդեն կա, գոյություն ունի։ Հա։ armjustice.com պետք է ասեմ, որ այս բաները մենք հավաքագրել ենք, այս բաները մեղադրականները կա։ Եթե մի բան պակասա, այսօր մենք բան կանենք, հա, կլավացնենք, խնդրեմ։ Ես էլ երևի իմ էկրանը կիսեմ ձեր հետ, եթե դեմ չեք։ Միևնույն ժամանակ ասեք, որ ովքեր որ կուզենան, ովքեր որ հաղորդումը կնայեն եւ այդ հաղորդումներից հետո
մեր հաղորդումից հետո հարցեր կառաջանան, թող անպայման ներկայացնեն, խնդիր չկա, մենք հաջորդ հաղորդումների կամ ընթացքում բաների հետ կապված մենք կներկայացնենք այդ ամենը։ Եվ այսպես, այս բոլոր հանցագործությունները կա այստեղ armjustice.com կայքում հայերեն անգլերեն տարբերակներով, եթե ինչ որ փաստաթղթեր դեռ թարգմանված չի, մենք էս կարծենք թարգմանել այս օրերին։ Ամեն դեպքում Դուք արդեն ներկայացնում եք այն ինչի մասին, որ մենք չենք խոսել, որ ասում եմ, որ դուք հաստատեցիք իմ ասածը։ Տեսեք, մենք չենք խոսում, որ թշնամի պետության քաղաքացիները ներթափանցած, բայց դուք ներկայացնում եք, որ մենք արդեն դա ներկայացրել ենք ազգային անվտանգության ծառայություն։ Թեպետ մենք այսօր այդ մասին չխոսեցինք, սա ի փաստներ են բանի, որ ես ասացի, որ մենք ավելի շատ աշխատանք ենք անում, ինչի մասին բաներ կան, որի մասին չենք էլ խոսում կամ դրա ժամանակը սուղ է։ այո, հանցագործություններն ավելի շատ են, դիմումներն ավելի շատ են, քան մենք հասցրեցինք այս 1.5 ժամվա մեջ խոսալու համար։ Նորից այս լինքը կա, ես հիմա դնեմ վիդեոյի տակ, ովքեր հետաքրքրված են, կարող են վերցնել, լինքով ուղղակի մտնել եւ տեսնել բոլոր այն ապացույցները, ինչի մասին մենք խոսեցինք։ Մենք կներեք բարես համար օդի մեջ ոչինչ չենք ասում։ Մենք չափազանց լուրջ ենք վերաբերվում մեր աշխատանքին եւ իրավիճակին։ Այնպես որ արդեն հենց հիմա կա armjustice.com այնպես որ կարող եք հենց ներքևում նկարագրությունների բաժնում տեսնել մենք ինչի մասին ենք խոսում։ Մենք իհարկե կաշխատենք լրացնենք այն բացերը, որոնք եթե նույնիսկ քրեական գործեր կան, որ դեռ չենք ներառել այնտեղ, կլրացնենք, բայց ինձ թվում է եղածներ բավարար է, որպեսզի հասկանանք ինչ է նշանակում Փաշինյան Նիկոլ։ Եվ այսպես ամփոփելու համար ես ինձ թույլ եմ տալի նորից կրկնել, բոլոր այն քաղաքական այրերը, ուժերը, ուժային կենտրոնները, քաղաքական մարմինները ներսում Հայաստանի ներսում եւ դրսում, որոնք փորձում են աջակցել արդարացնել Փաշինյան Նիկոլի, ակամա դառնում են Փաշինյան Նիկոլի հանցակիցը։ Սա մեկ հոդված չի, մեկ խախտում չի, մեկ հանցագործություն չի։ Մի ամբողջ համաստեղությունը, որ ժամ ու կես է հերիք չարեց այդ ամեն ինչը ներկայացնելու համար։ Հերիք չարեց, մնացած այնտեղ է։ Այնպես որ հայկական Նյուրնբերգը Փաշինյան Նիկոլի նկատմամբ լինելու է եւ արդարություն ու խաղաղություն նույնպես լինելու է, որովհետեւ չկա խաղաղություն առանց արդարության։ Եթե մեկը չի պարտադրանքով հարցերը փորձում լուծել եւ մատա թափ տալի, որ հակառակ, եթե հակառակը պնդես դա ռևանշիզմն է, ինչ անում այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները հայ մարդու նկատմամբ, սա հենց պատերազմի սանձազերծումն է։ Արդարությունը լինում է բացառապես ներողություն, խաղաղություն լինում է միայն արդարություն։ Միայն արդար։ Այո։ Իսկ արդարության մարմինը մեր բոլորի կողմից ճանաչվող դա միջազգային դատարանն է, միջազգային օրենքներն են, ըստ դրա որոշումները։ Ես ինքս որպես Հայաստանի քաղաքացի, պահանջատեր Մարտիրոսյան, պարոն Բաղդասարյանը նույնպես կասի, ես ընդունում եմ եւ պատրաստ եմ ընդունել միջազգային դատարանի կողմից համապատասխան փաստաթղթերի վրա հիմնված ցանկացած որոշումը, եթե նույնիսկ դա իմ ճաշակով չի, բայց դա պետք է միջազգային դա իմ դեմը։ Այո, եթե նույնիսկ դա իմ դեմ է, իմ պատկերացումների դեմ է, Հայաստանի քաղաքացին, ընդհանրապես աշխարհը, իմ համար ընդունելի աշխարհը, դա կոնսենսուսի շուրջ, միջազգային օրենքների շուրջ համախմբված աշխարհն է։ Միայն այդ պարագայում կարող է լինի խաղաղություն։ Սա այն վերջն է, ոնց որ ես եմ դատախազը, պարոն Բաղդասարյան, խնդրում եմ դուք էլ ձեր մասով։ Ես մեծագույն հաճույքով ես համաձայն եմ, որ դուք լինեք դատախազ, իդեպ ասեմ, հանրային մեղադրող հասկացություն կա այսօր Հայաստանում, կա նաև դա նշանակում է կարող է լինել նաև մասնավոր մեղադրող, ուրեմն մասնավոր մեղադրողը կարող է լինել, այո, այսպես քաղաքացի դատախազը, այնպես որ դուք մասնավոր Ես մեդիա մեղադրող եմ փաստորեն, խոսքերով հիմնվելով ձեր լավ կլիներ, որ իսկապես հանրային մեղադրողները այդ հարցերը բարձրացնեին, իդեպ, որովհետև ցանկացած դեպքում դուք այդ հարցը բարձրացնելու եք, դա ժամանակի խնդիր է, միևնույն է բարձրացնելու եք, որովհետև հնարավոր չի, որ ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ այդ ամենը ամբողջությամբ արհամարվի։ Միևնույն է, համաշխարհային
հասարակությունը ինքը խնդիր ունի օբյեկտիվ պատմական ճշմարտության։ Սա այն հիմքն է, որի վրա պետք է ձևավորվի նաև քաղաքական կամ քաղաքացիական հասարակություն։ Եղավ, շնորհակալություն ձեզ, պարոն Բաղդասարյան, եթե ավելացնելու բան չկա, Շնորհակալություն ձեզ։ Չի այսքանով ավելացնելու շատ բաներ կան, բայց դրանով շնորհակալություն, հա, այդ ամբողջի հույս ունենանք, որ ցանկացած դեպքում մեր ելույթները ինչ որ մի ձևով իր արդյունքը կտան, որովհետև ամբողջ միջազգային կառույցները բոլորը հիմնվում են պետական քարոզչական մեքենայի տված ինֆորմացիայի վրա։ Մենք կփորձենք այդ ամբողջը ճեղքել եւ այդ ամբողջը ներկայացնել օրենքի կամ միջազգային իրավունքի տեսանկյունից։ Ես էլ ուզում եմ մեզ դիտողներին ասել, որ ձեր հարցերին, որ շատ են այսօր, ես կպատասխանեմ ինչպես միշտ Կիրակի Երևանի ժամանակով ժամը 6-ին երեկոյան, իսկ վաղը Երևանի ժամանակով կրկին ժամը 6-ին երեկոյան մենք ունենանք այստեղ էլի հարց ու պատասխան հյուր վարչապետի տեխնացու Սուրեն Պետրոսյանի հետ։ Այսօրվա համար այսքանը, բոլորիդ շնորհակալ եմ եւ հաջող